Աննայի կյանքը փլուզվում է, բացահայտելով, որ իր սիրած տղամարդը փողի համար իր մահն է ծրագրում։ Բայց հուսահատությանը տրվելու փոխարեն, նա կեղծում է իր մահը սկսում անողոք վրեժի պլան։ Նրա վերադարձը կլինի լուռ, հաշվարկված բացարձակապես կործանարար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում մեզ, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Հինգշաբթի կեսօրը Երանում սովորականից ավելի շոգ էր։ Մարինե Հակոբյանը զգուշությամբ իջավ ներմուծված մեքենայից, պաշտպանելով հղիության 6 ամսական փորը, քայլելով դեպի հայելապատ շենքը, որտեղ տեղակայված էր նախածննդյան յոգայի ստուդիան։ Նրա շագանակագույն մազերը թեթ ալիքներով թափվում էին ուսերին, իսկ բեժ կտավե զգեստը ընդգծում էր նրա նրբագեղ կեցվածքը։ 32 տարեկանում նա կարծես ձեռք էր բերել այն ամենը, ինչ միշտ երազել էր, ամուր ամուսնություն հաջողակ գործարար Ռուբեն Հակոբյանի հետ, առաջին անգամ մայր դառնալու ակնկալիք։ Ստուդիան գտնվում էր կենտրոնում, մայրաքաղաքի ամենաշքեղ թաղամասերից մեկում, որտեղ Մարինեն իրեն տանը զգում էր։ Ուսուցիչները նրան ողջունում էին ջերմ ժպիտներով, իսկ մյուս հղի կանայք կիսվում էին պատմություններով մանկական հանդերձանքի սենյակների ձավորման մասին։ Ամեն ինչ կատարյալ էր թվում, տեղավորված այնպես, ինչպես խնամքով հավաքված գլուխկոտրուկի կտորները ամուսնության վերջին 5 տարիների ընթացքում։ Բայց այդ կեսօրին ինչ-որ բան այլ էր։ Մարինեն թեթ գլխապտույտ զգաց դասի ընթացքում, որոշեց ավելի շուտ տուն վերադառնալ։ Ուսուցչուհին, անհանգստացած, առաջարկեց նրան հանգստանալ, հանդիպում նշանակել մանկաբարձի հետ։ Մարինեն համաձայնեց, վերցրեց իր իրերը, ստուդիայից դուրս եկավ նախատեսվածից շուտ։ Երթևեկությունն ավելի թեթ էր, քան սովորաբար, 20 րոպեից էլ պակաս ժամանակում նա արդեն մտնում էր շքեղ բնակելի համալիր, որտեղ ապրում էր Ռուբենի հետ։ Եռահարկ առանձնատունը հաղթանակի զբոսայգու տեսարան ուներ, իսկ անթերի խնամված այգիները զույգի հպարտության առարական էին։ Մարինեն կայանեց ավտոտնակում, ներս մտավ կողային դռնով, որը իր խոհանոց էր տանում։ Տունը լուռ էր։ Ռուբենն ասել էր, որ օրը կանցկացնի գրասենյակում, լուծելով Հակոբյան շինարարություն ընկերության հարցերը, որը հիմնադրվել էր Մարինեի հոր կողմից, այժմ գտնվում էր զույգի համատեղ կառավարման ներքո։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի ննջասենյակ, մտածելով հանգստացնող ցնցուղ ընդունելու ընթրիքից առաջ մի փոքր հանգստանալու մասին։ Հենց այդ ժամանակ էլ նա ձայներ լսեց երկրորդ հարկի հյուրասենյակից։ Մարինեն կանգ առավ միջանցքում, հոնքերը կնճռելով։ Նա անմիջապես ճանաչեց Ռուբենի ձայնը, բայց կարճ մեկ կնոջ ձայն, որը նա չափազանց լավ էր ճանաչում, Ժաննա Սարգսյանը, իր լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից։ Ժաննան միշտ ներկա էր Մարինեի կյանքում։ Նա հարսանիքի քավորն էր, ուղեկցել էր յուրաքանչյուր կարևոր պահին, վերջերս սկսել էր աշխատել որպես ֆինանսական խորհրդատու Հակոբյան շինարարություն, Ռուբենի հրավերով։ Մարինեն երբեք ոչ մի բանից չէր կասկածել, չէ՞, որ Ժաննան իր քույրն էր։ Հետաքրքրված, թե ինչ էին անում նրանք այդ ժամին, Մարինեն մոտեցավ կիսաբաց դռանը։ Նա մտադիր լրտեսել, բայց խոսակցության տոնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան վարանել մտնելուց առաջ։ Ռուբենի ձայնը ցածր էր, գրեթե շշուկ, բայց բառերը պարզորոշ հասնում էին Մարինեի ականջներին։ Նա անշարժ մնաց միջանցքում, կարծես բռնված, մինչդեռ նախադասությունները սուր շեղբերի նման ծակում էին նրա կուրծքը։ Ամեն ինչ պատրաստ է ուրբաթվա փոխանցման համար, ասաց Ռուբենը։ Փաստաթղթերը, որոնք նա ստորագրեց անցյալ շաբաթ, երաշխավորում են, որ ես կունենամ ընկերության բաժնետոմսերի լիակատար վերահսկողություն։ Մարինեն նույնիսկ լավ չկարդաց, լիովին վստահեց ինձ։ Ժաննայի ծիծաղը անհամաչափ զանգի պես արձագանքեց։ Նա միշտ էլ չափազանց միամիտ է եղել։ Զարմանում եմ, թե ինչպես է կարողացել այդքան երկար ընկերություն կառավարել։ Բայց հիմա մեր հերթն է, սերս։ Մարինեն զգաց, որ գետինը սահում է ոտքերի տակից։ Սերս։ Ժաննան Ռուբենին սերս էր անվանել։ Նա ձեռքը պատին սեղմեց, որպեսզի չընկնի, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե բոլորը կարող էին լսել։ Երբ ես վերջնականապես ազատվելու նրանից, հարցրեց Ժաննան, նրա ձայնի մեջ կար գրգռ։ Իջ անհամբերություն։ Հոգնել եմ ընկերուհիի ծանալուց։ Հոգնեցուցիչ է գրկել նրան, լսել նրա պատմությունները հղիության մասին, այն մասին, թե ինչ հիանալի ամուսին ես դու։ Ռուբենը ցածր ծիծաղեց։ Հանգիստ, սիրելիս։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Պլանը կատարյալ է աշխատում։ Ուրբաթ օրը բաժնետոմսերի փոխանցումից հետո ես կառաջարկեմ նրան հեռանալ ընկերությունից իր առողջության երեխայի խնամքի համար։ Նա կհամաձայնի, վստահ եմ։ Մարինեն միշտ անում է այն, ինչ ես առաջարկում եմ։ Իսկ հետո պնդեց Ժաննան։ Հետո։ Ռուբենը դադար տվեց։ Հետո մենք կունենանք այն, ինչ միշտ ցանկացել ենք։ Հակոբյանների կայսրությունը մերը կլինի։ Ես ամուսնալուծություն կխնդրեմ, երբ ժամանակը հարմար լինի, պատճառաբանելով, որ ամուսնությունն այլս չի գործում։ Նրա ստորագրած փաստաթղթերով ես կարող եմ պահպանել ընկերության վերահսկողությունը նույնիսկ բաժանվելուց հետո։ Փաստաբաններն արդեն դա երաշխավորել են։ Մարինեն ստիպված էր ձեռքով բերանը փակել, հեկեկոցը զսպելու համար։ Արցունքները լուռ հոսում էին նրա դեմքով, թրջելով կտավե զգեստը։ Այդ տղամարդը, ում հետ նա ամուսնացել էր, ում կուրորեն վստահել էր, ումից երեխա էր սպասում, այս ամենը ծրագրել էր։ Եվ Ժաննան, իր լավագույն ընկերուհին, ամեն ինչի հանցակիցն էր։ Պետք է խոստովանեմ, շարունակեց Ժաննան, հանճարեղ էր ստիպել նրան ստորագրել այդ փաստաթղթերը, կարծելով, թե դրանք ընկերության պայմանագրային թարմացումներ են։ Նա նույնիսկ չկասկածեց։ Մարինեն շատ է կենտրոնացած ներդաշնակությունը պահպանելու վրա, պատասխանեց Ռուբենը արամարական տոնով, որը Մարինեն երբեք չէր լսել։ Նա ատում է կոնֆլիկտները, խուսափում է բախումներից։ Այդ պատճառով էլ այդքան հեշտ էր նրան մանիպուլյացիայի ենթարկել այս բոլոր տարիներին։ Այն պահից, երբ ես նրա կողքին ստանձնեցի կառավարումը, ես ռեսուրսներ եմ շեղել, ուրվական ընկերություններ եմ ստեղծել, ունեցվածք եմ փոխանցել։ Ամեն ինչ առանց նրա նկատելու։ Բառերը որովայնին հարվածների պես էին։ Մարինեն սահեց պատով մինչ միջանցքի հատակին նստելը, գրկելով փորը, կարծես կարողանար պաշտպանել իր կրած դստերը այդ ցավից։ Ինչպես նա չէր նկատել։ Ինչ այլ նշաններ էր նա անտեսել տարիների ընթացքում։ Ամենալավն այն է, գոհունակությամբ ասաց Ժաննան, որ նա երբեք չի կասկածի, մինչ ուշ չլինի։ Ուրբաթ երեկոյան, երբ ամեն ինչ ավարտվի, մենք կտոնենք զբոսանավի վրա, մինչդեռ նա տանը կլինի, հավանաբար պլանավորելով երեխայի սենյակը։ Ռուբենը նորից ծիծաղեց, մի ձայն, որը նախկինում Մարինեն հմայիչ էր համարում, բայց որն այժմ չարագուշակ էր թվում։ Մեր կյանքը լիովին կփոխվի, Ժաննա։ Այն ամենը, ինչ նրա հայրը կառուցել է տասնամյակների ընթացքում, մերը կլինի։ Եվ նա ոչինչ չի ունենա, միայն մի կենսաթոշակ, որը իմ փաստաբաններն արդեն հաշվարկել են որպես հնարավոր նվազագույնը։ Մարինեն ուժեղ փակեց աչքերը, փորձելով մարսել այն ամենը, ինչ նոր էր լսել։ Յոգայի ժամանակ զգացած գլխապտույտը հիմա իմաստ ուներ։ Կարծես նրա մարմինն արդեն գիտեր, մինչ նույնիսկ նրա միտքը, որ ինչ-որ բան սարսափելիորեն սխալ էր։ Նա պետք է դուրս գար այնտեղից, անտեսանելի մնալով։ Նա պետք է մտածեր, պլանավորեր, հասկանար դավաճանության չափը։ Զգույշ անաղմուկ շարժումներով Մարինեն բարձրացավ իջավ աստիճաններով, բռնելով բազրիքից հավասարակշռությունը պահպանելու համար։ Նրա ուղեղն աշխատում էր ավտոմատ ռեժիմով, նրան հետ տանելով դեպի ավտոտնակ։ Մեքենայի ներսում, ղեկի վրա դողացող ձեռքերով, Մարինեն իրեն թույլ տվեց մի քանի րոպե ազատորեն լացել։ Բայց հետո, նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Ցավը սկսեց վերածվել սառը հաշվարկված վճռականության։ Նա չէր լինի պասիվ զոհը, որին սպասում էին Ռուբենն ու Ժաննան։ Մարինեն սրբեց արցունքները, վերցրեց հեռախոսը։ Կար մեկը, ում դեռ կարող էր վստահել, մեկը, ով ավելի լավ էր ճանաչում ընկերության ներքին աշխատանքները, քան ցանկացած ուրիշը, Ավետիս Մանուկյանը, իր հանգուցյալ հոր վստահելի փաստաբանը, ով ուղեկցում էր Հակոբյանների ընտանիքին ավելի քան 30 տարի։ Նա կարճ ուղիղ հաղորդագրություն մուտքագրեց։ Շտապ պետք է խոսեմ ձեզ հետ։ Ընկերության մասին է։ Ոչ ոքի մի ասեք, նույնիսկ Ռուբենին։ Պատասխանը եկավ վայրկյանների ընթացքում։ Ես գրասենյակում եմ։ Կարող եք հիմա գալ։ Մարինեն միացրեց մեքենան, դուրս եկավ համալիրից, դեմքը դեռ արցունքներով նշված, բայց աչքերում փայլող նոր վճռականությամբ։ Եթե Ռուբենն ու Ժաննան կարծում էին, որ նա միամիտ է հեշտ մանիպուլյացիայի ենթարկվող, ապա նրանք պատրաստվում էին հայտնաբերել, որ լիովին թերագնահատել էին Մարինե Հակոբյանին։ Նա դեռ չգիտեր, թե ինչպես, բայց նա կվերականգներ այն ամենը, ինչ իրենն էր իրավունքով։ Եվ նրանք, ովքեր դավաճանել էին նրան, թանկ կվճարեին այն մտքի համար, որ կարող էին այդքան հեշտությամբ ոչնչացնել նրան։
Ավետիս Մանուկյանի գրասենյակը գտնվում էր Մաշտոցի պողոտայում, կորպորատիվ շենքի ներսում, որտեղ ժամանակին տեղի էին ունեցել Հակոբյանների ընտանիքի բազմաթիվ կարևոր հանդիպումներ։ Մարինեն այդ վայրը ճանաչում էր մանկուց, երբ հայրը նրան տանում էր ընտանեկան բիզնեսի մասին սովորեցնելու։ Այդ պահերի հիշողություններն այժմ կարծես պատկանում էին մեկ այլ կյանքի, իր մի տարբերակին, որը դեռ հավատում էր երջանիկ ավարտներին։ Ավետիսը նրան անձամբ դիմավորեց ընդունարանում, զգույշ ժեստով ազատելով։ Քարտուղարուհուն։ Նա 60-ից մի փոքր ավելի տարեկան տղամարդ էր, հետ սանրված մոխրագույն մազերով, ոսկեգույն շրջանակով ակնոցներով անթերի կոստյումով։ Նրա շագանակագույն աչքերը Մարինեի հուզական վիճակը տեսնելով անկեղծ անհանգստություն էին արտահայտում։ «Ներս արի, սիրելիս», ասաց նա, նրան ուղեկցելով իր անձնական գրասենյակ։ «Դու գունատ ես»։ «Ջոուր ես ուզում»։ «Կանչեմ բժիշկ»։ Մարինեն գլխով արեց, տեղավորվելով կաշվե բազկաթոռին, փորձելով վերահսկել շնչառությունը։ «Ես լավ եմ, պարոն Ավետիս։ Այսինքն, ֆիզիկապես լավ եմ։ Բայց ինձ ձեր օգնությունն է պետք»։ «Շտապ»։ Ավետիսը նստեց իր սեղանի հետում, մատները միահյուսելով ընդունելով իր պրոֆեսիոնալ կեցվածքը։ «Կարող ես վստահել ինձ, Մարինե։ Քո հայրը ինձ համար եղբոր պես էր»։ «Ինչ է կատարվում»։ Մարինեն խորը շունչ քաշեց, ամեն ինչ պատմեց։ Բառերը դուրս էին գալիս խառնիխուռն, հույզերով լի, բայց նա չթաքցրեց Ռուբենի Ժաննայի մեջ լսած խոսակցության ոչ մի մանրուք։ Ավետիսը լսում էր լուռ, բայց նրա արտահայտությունն ավելի ու ավելի լուրջ էր դառնում։ Երբ Մարինեն ավարտեց, փաստաբ անը թիկունքը հենեց աթոռին, հանելով ակնոցները, մերսելով քթի կամուրջը։ «Ես կասկածներ ունեի», ասաց նա վերջապես, ծանր հոգոց հանելով։ «Մի քանի ամիս առաջ ես սկսեցի անկանոնություններ նկատել ընկերության որոշ ֆինանսական հաշվետվություններում։ Տարօրինակ շարժեր, փոխանցումներ դեպի ընկերություններ, որոնք ես չէի ճանաչում։ Մի քանի անգամ փորձեցի խոսել ձեզ հետ, բայց Ռուբենը միշտ ներկա էր, շեղում էր թեման»։ Մարինեն սրտի կծկում զգաց։ «Ինչու՞։ Չպնդեցիք։ Ինչու՞։ Ինձ հետ առանձին չխոսեցիք»։ «Փորձեցի», անկեղծորեն պատասխանեց Ավետիսը։ «Մի քանի անգամ զանգահարեցի ձեր հեռախոսին, բայց Ռուբենը միշտ պատասխանում էր, ասելով, որ դուք զբաղված եք կամ հանգստանում եք։ Ես էլեկտրոնային նամակներ ուղարկեցի, որոնք երբեք չպատասխանվեցին։ Հիմա հասկանում եմ, որ նա կանխում էր իմ հաղորդակցման փորձերը»։ «Աստված իմ», շշնջաց Մարինեն, ձեռքերը դեմքին տանելով։ Նա ամեն ինչ վերահսկում էր։ «Եվ ես նույնիսկ չնկատեցի»։ Ավետիսը վեր կացավ, քայլեց դեպի արխիվային պահարանը, որտեղից հանեց մի ծավալուն թղթապանակ։ «Ես ձեռքերս ծալած չմնացի։ Ես գա. Գտնի կերպով աուդիտորների թիմ վարձեցի, ընկերության ֆինանսները հետաքննելու համար։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին, անհանգստացնող է, բայց նա կարող է լինել մեր փրկությունը»։ Նա բացեց թղթապանակը սեղանին, բացահայտելով փաստաթղթերի, հաշվետվությունների աղյուսակների կույտեր։ Մարինեն առաջ թեքվեց, փորձելով հասկանալ թվերն ու գրաֆիկները։ «Ռուբենը ստեղծել է ուրվական ընկերությունների բարդ ցանց», բացատրեց Ավետիսը, մատնացույց անելով փաստաթղթերը։ «Վերջին 3 տարիների ընթացքում նա շեղել է մոտ 42 միլիոն դրամը Հակոբյան շինարարությունից։ Գումարն անցել է մի քանի հաշիվներով, փոխանցվել հարկային դրախտներ, իսկ հետո վերադարձվել Հայաստան այդ հորինված ընկերությունների միջոցով, որոնց միակ իրական շահառուն ինքն է»։ Մարինեն սրտխառնոց զգաց։ 42 միլիոն։ Մի կարողություն, որը նրա հայրը տասնամյակներ էր ծախսել կառուցելու համար, որը հոսում էր մի մարդու ձեռքերով, ում նա լիովին վստահել էր։ «Իսկ փաստաթղթերը, որոնք ես ստորագրեցի», հարցրեց նա, ձայնը դողալով։ Նա ասաց, որ հիմա բաժնետոմսերի լիակատար վերահսկողություն ունի։ Ավետիսը թերթեց թղթապանակը, մինչ գտավ համապատասխան փաստաթղթերի պատճենները։ «Ահա դրանք»։ Ռուբենը խորամանկ էր։ Նա դա ներկայացրեց որպես ընկերության կանոնադրության թարմացում, ասելով, որ անհրաժեշտ է նոր հարկային կանոնակարգերին համապատասխանեցնելու համար։ Բայց իրականում այդ թղթերը բաժնետոմսերի 80%-ը փոխանցում են նրա անունով, ձեզ թողնելով ընդամենը 20%։ Ինչպես կարող էի այդքան հիմար լինել, Մարինեն զգաց, որ արցունքները նորից գալիս են։ Ես ստորագրեցի առանց կարդալու, առանց հարցեր տալու։ Ես վստահեցի նրան։
Դուք հիմար չեք, վճռականորեն ասաց Ավետիսը։ Ձեզ մանիպուլյացիայի է ենթարկել մեկը, ում դուք օրինականորեն վստահում էիք։ Սա շատ տարբեր է։ Բայց հիմա մենք պետք է արագ գործենք։ Այդ փաստաթղթերը դեռ պաշտոնապես գրանցված չեն նոտարական գրասենյակում։ Փոխանցումը նախատեսված է վաղը կեսօրին, ուրբաթ օրը։ Մարինեն սրբեց արցունքները, փորձելով կենտրոնանալ։ Ինչ կարող ենք անել։ Ավետիսը վերադարձավ իր աթոռին, ընդունելով ռազմավարի կեցվածքը։ Մենք մի քանի տարբերակ ունենք։ Նախ կարող ենք դիմել դատարան պահանջել ժամանակավոր արգելք, կասեցնելու բաժնետոմսերի ցանկացած փոխանցում, պնդելով, որ դուք ստորագրել եք հարկադրանքի տակ կամ փաստերի լիակատար իմացության բացակայությամբ։ Սա ժամանակ կշահի։ Բայց Ռուբենը թանկարժեք փաստաբաններ ունի, մտածեց Մարինեն։ Նա կարող է դա ձգձգել տարիներով։ Այո, համաձայնեց Ավետիսը։ Եվ այդ ընթացքում նա կշարունակի մուտք ունենալ ընկերություն կարող է ավելի շատ վնաս հասցնել։ Բացի այդ, հանրային դատական պայքարը կվնասի Հակոբյան շինարարություն ի հեղինակությանը, կազդի բաժնետոմսերի արժեքի վրա կվախեցնի ներդրողներին։ Մարինեն հոգնած աչքերը շփեց։ Ուրեմն ինչ եք առաջարկում։ Ավետիսը թեքվեց սեղանի վրա, աչքերը փայլելով մի վճռականությամբ, որը Մարինեն ճանաչում էր այն ժամանակներից, երբ նա աշխատում էր իր հոր հետ։ Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք նրանց խաղը, բայց մեր սեփական կանոններով։ Մենք ունենք մի բան, որը Ռուբենը չգիտի, որ մենք ունենք տեղեկատվություն։ Մենք ճշգրիտ գիտենք, թե ինչ է նա պլանավորում անել, երբ է պլանավորում անել։ Շարունակեք, ասաց Մարինեն, հույսի կայծ զգալով առաջին անգամ դավաճանությունը բացահայտելուց ի վեր։ Ձեր հայրը զգույշ մարդ էր, ասաց Ավետիսը, թեթակի ժպիտով։ Երբ ընկերությունը փոխանցվեց ձեզ, նա ինձ խնդրեց ընկերության կանոնադրության մեջ անվտանգության կետ ստեղծել։ Մի տեսակ պաշտպանական միջոց, որը կարող էր ակտիվանալ միայն ծայրահեղ հանգամանքներում։ Ինչպիսի՞ կետ, Մարինեն մոտեցավ, հետաքրքրված։ Ավետիսը թղթապանակից հանեց մեկ այլ փաստաթուղթ, այս մեկը կարմիր պիտակով նշված էր որպես գաղտնի։ Ավտոմատ հետադարձի կետ։ Եթե ապացուցվի, որ որե ադմինիստրատորի կողմից եղել է անբարեխղճություն, խարդախություն կամ ռեսուրսների շեղում, ապա այդ անձի կողմից վերջին 5 տարիների ընթացքում կայացված բոլոր որոշումները կարող են ավտոմատ կերպով չեղարկվել։ Ընկերության լիակատար վերահսկողությունը կվերադառնա օրինական ժառանգին։ Ես օրինական ժառանգն եմ, շշնջաց Մարինեն, հասկանալով։ Ճիշտ այդպես։ Եվ Ռուբենի շեղումների վերաբերյալ մեր հավաքած ապացույցներով մենք կարող ենք ակտիվացնել այդ կետը։ Բայց մենք պետք է դա անենք, մինչ նա վաղը գրանցի բաժնետոմսերի փոխանցումը։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Ինչպե՞ս։ Ես հրավիրել եմ վարչական խորհրդի արտակարգ նիստ, ասաց Ավետիսը, ստուգելով իր ժամացույցը։ Ես դեռ լիազորություն ունեմ դա անել որպես ընկերության ավագ խորհրդական։ Հանդիպումը կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, մինչ Ռուբենը հնարավորություն կունենա գնալ նոտարական գրասենյակ։ Մենք կներկայացնենք խարդախության շեղման ապացույցները, կակտիվացնենք հետադարձի կետը։ Ռուբենը կլինի այնտեղ, հարցրեց Մարինեն։ Այո։ Եվ Ժաննան նույնպես, քանի որ նա ընկերության գրանցված ֆինանսական խորհրդատուն է։ Մենք չենք կարող որե ակնարկ տալ, որ գիտենք նրանց պլանի մասին։ Դուք պետք է այսօր երեկոյան նորմալ գործեք։ Վերադարձեք տուն, ընտրեք Ռուբենի հետ, խոսեք այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Մարինեն սարսուռ զգաց։ Նորմալություն ծածնելու գաղափարը այն մարդու առջ, ով իր կործանումն էր ծրագրել, անհնար էր թվում։ Չգիտեմ, կկարողանամ։ Ավետիսը ձեռքը մեկնեց սեղանին, հայրական քնքշությամբ բռնելով Մարինեի ձեռքը։ Դու Արմեն Հակոբյանի դուստրն ես։ Նա լավագույն բիզնես ռազմավարն էր, ում ես ճանաչել եմ։ Դու նրա արյունն ունես, նրա խելքը։ Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել։ Մարինեն սեղմեց փաստաբանի ձեռքը, զգալով նրա խոսքերի ուժը, որը թափանցում էր իր վճռականության մեջ։ Իսկ հանդիպումից հետո։ Ինչ է լինելու։ Հետո ասաց Ավետիսը վստահ ժպիտով, Ռուբենն ու Ժաննան կհայտնաբերեն, որ լիովին թերագնահատել են, թե ով ես դու։ Մենք ոչ միայն կվերականգնենք ընկերության վերահսկողությունը, այլ կապահովենք, որ նրանք օրինականորեն պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար։ Հանցագործություններ, Մարինեն հոնքերը կնճռեց։
բայց բռնի հանցագործություն չի եղել։ Պարտադիր չէ, որ լինի, բացատրեց Ավետիսը։ Ռեսուրսների շեղում, կորպորատիվ խարդախություն, կեղծիք։ Դրանք բոլորը հանցագործություններ են, որոնք լուրջ հետանքներ են ունենում։ Նրանք կարող են բախվել քաղաքացիական քրեական դատական գործերի, որոնք կոչնչացնեն ոչ միայն նրանց ֆինանսները, այլ նրանց հեղինակությունը ընդմիշտ։ Մարինեն դանդաղ գլխով արեց։ Դավաճանության ցավը դեռ կե։ Ընտանի էր նրա կրծքում, բայց այժմ կարս մի բան նպատակ։ Նա թույլ չէր տա, որ Ռուբենն ու Ժաննան անպատիժ մնան։ Նա կպաշտպաներ ոչ միայն իր ունեցվածքը, այլ իր հոր ժառանգությունը, իր դստեր ապագան։ Լավ, ասաց նա, վեր կենալով նոր վճռականությամբ։ Ես դա կանեմ։ Ես տուն կգնամ կգործեմ այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Եվ վաղը հանդիպմանը մենք կցույց տանք նրանց, թե ով է իրականում ղեկավարում Հակոբյան շինարարությունը։ Ավետիսը նույնպես վեր կացավ, Մարինեի հետ քայլելով դեպի դուռը։ Ես այսօր երեկոյան կպատրաստեմ բոլոր փաստաթղթերը։ Լավ խաղացեք տանը, կհանդիպենք վաղը առավոտյան։ Մարինեն դուրս եկավ գրասենյակից, ապացույցների թղթապանակը իր պայուսակում հստակ առաքելություն մտքում։ Մեկ ժամ առաջ այնտեղ մտած կինը, կոտրված ու կորած, այժմ քայլում էր վճռական քայլերով։ Պայքարը նոր էր սկսվում։ Մարինեն մեքենայով վերադարձավ տուն, մինչդեռ արը սկսում էր մայր մտնել երանի վրա, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով։ Նրա ձեռքերը դեռ թեթակի դողում էին ղեկի վրա, բայց նրա միտքն ավելի պարզ էր, քան ժամեր առաջ։ Նա պլան ուներ։ Ուներ դաշնակիցներ։ Եվ ամենակարևորը, նա ուներ ճշմարտությունը իր կողքին։ Համալիր մտնելիս նա ողջունեց պահակին, ինչպես ամեն օր էր անում, պահպանելով փորձած ժպիտը։ Նա չէր կարող կասկածներ առաջացնել։ Նա պետք է մի քանի ժամ խաղար երջանիկ անհոգ կնոջ դերը։ Ռուբենի մեքենան ավտոտնակում էր, ինչը նշանակում էր, որ նա արդեն վերադարձել էր։ Մարինեն խորը շունչ քաշեց, իր մտքերը կարգի բերելով։ Նա կարող էր դա անել։ Նա պետք է դա աներ։ Այս անգամ նա մտավ գլխավոր դռնով, բավականաչափ աղմուկ հանելով իր ժամանման մասին հայտարարելու համար։ Սերս, եկա, կանչեց նա, զարմացած, թե որքան նորմալ հնչեց իր ձայնը։ Ռուբենը հայտնվեց աստիճանների վերում, հագած կոստյումի տաբատ կոճակները բաց սպիտակ վերնաշապիկ։ Նրա սմազերը թեթակի խառնված էին, նա ժպտում էր այն ժպիտով, որը նախկինում հալեցնում էր Մարինեի սիրտը։ Հիմա նա տեսնում էր միայն կեղծիք։ Կարծում էի, ավելի ուշ կգաս, ասաց նա, իջնելով աստիճաններով։ Ինչպես անցավ յոգան։ Մարինեն ստիպողաբար ժպտաց, պայուսակը դնելով մուտքի կողքի սեղանին։ Գլխապտույտ զգացի ավելի շուտ վերադարձա։ Ուսուցչուհին առաջարկեց հանգստանալ։ Ռուբենի դեմքի անհանգստությունը անկեղծ էր թվում, Մարինեն ստիպված էր խոստովանել, որ նա բացառիկ դերասան էր։ Դու լավ ես։ Կանչեմ բժիշկ Հենրիկին։ Պետք չէ, պատասխանեց Մարինեն հեռանալով, երբ նա փորձեց գրկել իրեն, ծածնելով, թե գնում է խոհանոց։ Արդեն ավելի լավ եմ։ Կարծում եմ, պարզապես շոկն էր։ Ջուր կխմեմ։ Խոհանոցում Մարինեն բաժակը լցրեց դանդաղ խմեց, հեռվից դիտելով Ռուբենին։ Ինչպես նա նախկինում չէր նկատել։ Նշաններն այնտեղ էին, հանկարծակի գործուղումները, մինչ ուշ երկարաձգվող հանդիպումները, հեռախոսազանգերը, որոնց նա պատասխանում էր մեկ այլ սենյակում։ Նա ամեն ինչ մեկնաբանել էր որպես աշխատանքի նվիրվածություն, մինչդեռ իրականում դրանք Ժաննայի հետ հանդիպումներ էին։ Որտեղ է Ժաննան, հարցրեց Մարինեն, փորձելով։ Կարծում էի, այսօր հանդիպում ունեք։ Ռուբենը չվարանեց։ Նա այստեղ էր ավելի շուտ, վերանայում էր որոշ ֆինանսական հաշվետվություններ։ Մոտ 40 րոպե առաջ գնաց։ Ինչու՞։ Հետաքրքրություն, ասա։ Մարինեն, պահպանելով անկաշկանդ տոնը։ Նա վերջին շրջանում շատ է ներգրավված ընկերության հետ։ Ճիշտ է, համաձայնեց Ռուբենը, մոտենալով հենվելով խոհանոցի սեղանին։ Նա մեծ օգնություն է եղել։ Ասենք, սերս, պետք է քեզ հետ խոսեմ ընկերության որոշ փոփոխությունների մասին։ Մարինեի սիրտը արագացավ, բայց նա պահպանեց չեզոք արտահայտությունը։ Ինչպիսի՞։ Փոփոխություններ։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը, շոյելով նրա մատները այնպես, որ նախկինում քնքուշ էր թվում, բայց այժմ զզվելի էր։ Շատ եմ մտածել մեր ապագայի մասին, հատկապես երեխայի գալուստի հետ կապված։
Չես կարծում, որ չափազանց շատ ես աշխատում։ Հղիությունը խնամք է պահանջում, դու պետք է հանգստանաս։ Մարինեն հսկայական ջանք գործադրեց, ձեռքը կտրուկ չհեռացնելու համար։ Ես ինձ խնամում եմ։ Բժիշկն ասաց, որ ամեն ինչ լավ է։ Ես գիտեմ, պնդեց Ռուբենը, բայց մինույն է, անհանգստանում եմ։ Մտածում էի, որ գուցե դու կարող ես արձակուրդ վերցնել ընկերությունից։ Մի քանի ամիս հանգստանալ, պատրաստվել մայրությանը։ Ես կարող եմ ստանձնել հիմնական պարտականությունները, մինչ դ. ու պատրաստ լինես վերադառնալու։ Ահա, այն։ Պլանը գործողության մեջ։ Նա ցանկանում էր հեռացնել նրան ընկերությունից, ճիշտ այնպես, ինչպես ասել էր Ժաննային։ Մարինեն ձացրեց, թե դիտարկում է առաջարկը, թե թակի գծելով ներքի շրթունքը, ինչպես անում էր, երբ մտածում էր։ Չգիտեմ, ասաց նա վերջապես։ Ընկերությունն ինձ համար այնքան կարևոր է։ Դա ժառանգություն էր, որը հայրս թողել էր։ Եվ կշարունակի լինել, հավաստիացրեց Ռուբենը, համբուրելով նրա ճակատը։ Ես չեմ առաջարկում, որ դու ինչ-որ բան թողնես։ Պարզապես հանգստի շրջան։ Դու դրան արժանի ես։ Մարինեն դանդաղ գլխով արեց, կարծես համոզվում էր։ Կմտածեմ այդ մասին։ Կարող ենք ավելի լավ խոսել շաբաթ-կիրակի օրերին։ Իհարկե, ասաց Ռուբենը, գոհունակ տեսքով։ Առանց շտապելու։ Հիմա, ինչ կասես, որ ես ճապոնական ուտելիք պատվիրեմ ընթրիքի համար։ Դու սուշի շատ ես սիրում։ Չեմ կարող սուշի ուտել հղիության պատճառով, հիշեցրեց Մարինեն, տեսավ, թե ինչպես Ռուբենի աչքերում մի ակնթարթային գրգռվածություն անցավ, մինչ նա կրկին իրեն հավաքեց։ Իհարկե, մոռացել էի։ Իսկ իտալական ինչ կասես։ Մակարոնեղենը միշտ լավ է։ Ընթրիքը լուր տանջանք էր։ Մարինեն ուտելիքը մղում էր ափսեի մեջ, ծացնելով, թե ուտում է, մինչդեռ Ռուբենը պատմում էր իր օրվա մասին, հորինելով մանրամասներ այն հանդիպումների մասին, որոնք հավանաբար երբեք չէին եղել։ Ամեն բառ սուտ էր, ամեն ժպիտ, դիմակ, Մարինեն ստիպված էր իրեն զսպել, նրան հենց այնտեղ չդիմակայելու համար։ Այսօր դու լուռ ես, նկատեց Ռուբենը, իրեն ավելի շատ գինի լցնելով։ Համոզված ես, որ լավ ես զգում քեզ։ Պարզապես հոգնած եմ, պատասխանեց Մարինեն։ Կարծում եմ, շուտ կքնեմ։ Լավ գաղափար է, ասաց Ռուբենը, Մարինեն նկատեց նրա ձայնի մեջ թեթացումը։ Հավանաբար նա ցանկանում էր ազատ լինել, Ժաննային ավելի շատ գաղտնի զանգեր կատարելու համար։ Ընթրիքից հետո Մարինեն բարձրացավ ննջասենյակ, երկար ցնցուղ ընդունեց։ Ցնցուղի տակ նա իրեն թույլ տվեց նորից լացել, թույլ տալով արցունքներին խառնվել տաք ջրին։ Բայց հարմարավետ գիշերազգեստ հագնելուց հետո նա նստեց ննջասենյակի բազկաթոռին, բացեց իր նոութբուքը։ Նա պետք է հասկանար, թե կոնկրետ ինչ էր խաղի մեջ։ Հաջորդ մի քանի ժամը նա անցկացրեց, վերանայելով ընկերության փաստաթղթերը, որոնք պահպանված էին իր անձնական համակարգչում, համադրելով ամսաթվերն ու գործարքները Ավետիսի ցույց տված տեղեկատվության հետ։ Յուրաքանչյուր հայտնագործություն նոր հարված էր։ Ռուբենը դա ծրագրել էր տարիներով։ Ամուսնության սկզբից, գուցե նույնիսկ ավելի վաղ։ Նա հիշեց, թե ինչպես էին նրանք ծանոթացել։ Բիզնեսի ցանցային միջոցառման ժամանակ, որտեղ Ռուբենը ներկայացել էր որպես հավակնոտ երիտասարդ ձեռներեց։ Նա Մարինեին շողոքորթել էր հմայքով ուշադրությամբ, անկեղծորեն հետաքրքրվելով Հակոբյանների ընտանեկան բիզնեսով։ Թե ամեն ինչ ծածում էր հենց սկզբից։ Իսկ Ժաննան։ Երբ էր սկսվել դավաճանությունը։ Մարինեն թերթեց հին լուսանկարները իր հեռախոսում, փնտրելով հուշումներ։ Կար մի լուսանկար հարսանիքից, Ժաննան հագած քավորի զգեստը, գրկած Մարինեին Ռուբենին։ Բոլորը ժպտում էին տեսախցիկին։ Ամբողջական կեղծիք։ Ավելի շատ լուսանկարներ։ Ծննդյան տարեդարձեր, խնջույքներ, ընտանեկան ճանապարհորդություններ։ Դրանցից քանիսում էին Ռուբենն ու Ժաննան գաղտնի հայացքներ փոխանակում, որոնք Մարինեն չէր նկատել։ Զայրույթը նրա ներսում աճում էր կրակի նման, բայց նա վերահսկում էր այն, ուղղելով դեպի վճռականություն։ Ռուբենը մտավ ննջասենյակ կեսգիշերին մոտ, զարմացած նրան դեռ արթուն տեսնելով։ Կարծում էի, քնած ես։ Մի քանի էլեկտրոնային նամակ էի ավարտում, ստեց Մարինեն, փակելով նոութբուքը։ Արդեն պառկելու եմ։ Նա պառկեց անկողնում, մեջքով դեպի Ռուբենը, մինչդեռ նա պատրաստվում էր քնելու։
Երբ նա պառկեց նրա կողքին փորձեց գրկել, Մարինեն ստիպված էր գերմարտկային ջանք գործադրել, կտրուկ չհեռանալու համար։ «Բարի գիշեր, սերս», շշնջաց Ռուբենը, համբուրելով նրա պարանոցը։ «Բարի գիշեր», պատասխանեց Մարինեն, ձայնը գրեթե անլսելի։ Նա ձացրեց, թե քնած է, կարգավորելով շնչառությունը, մինչ լսեց Ռուբենի մեղմ խռմփոցը։ Միայն այն ժամանակ նա բացեց աչքերը ննջասենյակի մթության մեջ։ Լուսնի լույսը մտնում էր պատուհանից, պատերին երկար ստվերներ ստեղծելով։ Մարինեն զգո ուշությամբ վեր կացավ, վերցրեց հեռախոսը, գնաց լոգարան, կողպելով դուռը։ Նա նստեց լոգարանի եզրին, հաղորդագրություն ուղարկեց Ավետիսին, կարողացա։ Ամեն ինչ պատրաստ է վաղվա համար։ Պատասխանը արագ եկավ, չնայած ուշ ժամին։ Ամեն ինչ պատրաստ է։ Խորհրդի անդամները ծանուցվել են։ Ուժեղ եղիր, Մարինե։ Քո հայրը հպարտ կլիներ։ Մարինեն հեռախոսը կրծքին սեղմեց, զգալով, որ լուռ արցունքներ են նորից հոսում։ Իր հայրը։ Ինչպես էր նա ցանկանում, որ նա դեռ կենդանի լիներ, նրան այս ամենի միջով առաջնորդելու համար։ Բայց մինույն ժամանակ, գուցե ավելի լավ էր, որ նա չպետք է տեսներ, թե ինչպես էր այն տղամարդը, ում Մարինեն ընտրել էր որպես ամուսին, դավաճանել ոչ միայն իր դստերը, այլ այն ամենը, ինչ նա կառուցել էր։ Նա վերադարձավ անկողին, գիշերվա մնացած մասը անցկացրեց արթուն, դիտելով, թե ինչպես են ժամերը անցնում մահճակալի կողքի թվային ժամացույցի վրա։ Առավոտյան ժամը 5-ին նա լուռ վեր կացավ, գնաց զգեստապահարան։ Նա խնամքով ընտրեց իր հագուստը հանդիպման համար, մուգ կապույտ կոստյումի զգեստ, որը հարմարավետորեն տեղավորում էր նրա հղի փորը, չկորցնելով նրբագեղությունը, միջին կրունկներով կոշիկներ Մարգարտյա մանյակը, որը իր տատինն էր։ Հայելու մեջ նայելով, Մարինեն տեսավ փոխակերպումը։ Նա այլս միամիտ կինը չէր, ով կուրորեն վստահել էր։ Նա Հակոբյան էր, կայսրության ժառանգորդուհի, պատրաստվում էր վերականգնել այն, ինչ իրենն էր։ Ռուբենը արթնացավ ժամը 7-ին, Մարինեին արդեն հագնված գտնելով։ Դու գեղեցիկ ես, մեկնաբանեց նա, դեռ քնկոտ։ Ինչ-որ պարտավորություն ունես։ Հանդիպում ընկերությունում, պատասխանեց Մարինեն, շրթներ քսելով։ Ավետիսը հրավիրել է խորհրդին։ Ինչ-որ բան հարկային համապատասխանության մասին, կարծում եմ։ Նա տեսավ ակնթարթային լարվածությունը Ռուբենի մեջ, թե ինչպես նրա ուսերը կոշտացան։ Ինչ հանդիպում։ Ես չեմ ծանուցվել։ Կարծում եմ ծանուցվել ես, ասաց Մարինեն, վերցնելով իր հեռախոսը, ձացնելով, թե ստուգում է։ Այո, այստեղ է։ 3 կեսօրին ուղարկված էլեկտրոնային նամակ բոլոր խորհրդականներին, ադմինիստրատորներին։ Ռուբենը վերցրեց իր հեռախոսը, հավանաբար ստուգելով։ Մարինեն գիտեր, որ ծանուցումն այնտեղ էր։ Ավետիսն ապահովել էր, որ բոլորը պատշաճ կերպով տեղեկացվեն։ Կհագնվեմ, ասաց Ռուբենը, անհանգիստ տեսքով։ Միասին գնանք։ Նախընտրում եմ մենակ գնալ, պատասխանեց Մարինեն։ Պետք է մի քանի տեղով անցնեմ նախքան։ Կհանդիպ։ Ենք այնտեղ։ Նա դուրս եկավ ննջասենյակից, մինչ նա կկարողանար բողոքել, իջավ աստիճաններով, վերցրեց իր բանալիները։ Նրա սիրտը արագ էր բաբախում, բայց ձեռքերը ամուր էին։ Ճշմարտության օրը եկել էր։ Հակոբյան շինարարությունն ի կենտրոնակայանը զբաղեցնում էր մի ամբողջ շենք կենտրոնի շրջանում, Երանի երկնքի անտեսանելի տեսարանով։ Մարինեն ժամանեց առավոտյան 8:15-ին, հանդիպման նախատեսված ժամից 45 րոպե առաջ։ Ավտոկայանատեղին գրեթե դատարկ էր, բացառությամբ պահակների Ավետիսի մեքենաների, ով արդեն սպասում էր նրան։ Նա նրան դիմավորեց նախասրահում, հագած անթերի մոխրագույն կոստյում, կրելով իր ժամանակի կողմից մաշված կաշվե պայուսակը։ Պատրաստ ես, հարցրեց նա, ուշադիր ուսումնասիրելով Մարինեի դեմքը։ Ես պատրաստ եմ, պատասխանեց նա, նրա ձայնի մեջ կար մի վճռականություն, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նրանք միասին բարձրացան 22-րդ հարկ, որտեղ գտնվում էր խորհրդի հանդիպումների սենյակը։ Դա լայն էլեգանտ տարածք էր, մահոքոնի սեղանով, որը տեղավորում էր 20 մարդ, պատերի վրա փայտե վահա։ Նակներով, որոնք զարդարված էին ընկերության պատմական լուսանկարներով, հսկայական պատուհաններով, որոնք թույլ էին տալիս բնական լույսի մուտքը։ Ավետիսը բացեց իր թղթապանակը, սկսեց փաստաթղթերը դասավորել սեղանին։ Մյուս խորհրդականները շուտով կսկսեն գալ։ Ես պատրաստել եմ բոլոր ապացույցների պատճենները նրանցից յուրաքանչյուրի համար։
Երբ սկսենք ներկայացումը, ուզում եմ, որ դու հանգիստ մնաս, անկախ նրանից, թե ինչ կասեն Ռուբենը կամ Ժաննան։ Հասկանում եմ, ասաց Մարինեն, նստելով աթոռներից մեկին ձեռքերը սահեցնելով սեղանի փայլուն մակերեսին։ Այդ սեղանը, որտեղ իր հայրը նախագահել էր անթիվ հանդիպումներ, որտեղ տասնամյակների ընթացքում ընդունվել էին կարևոր որոշումներ։ Խորհրդականները սկսեցին գալ։ Առաջինը Էլեն Մելքոնյանն էր, մարդկային ռեսուրսների տնօրեն Հակոբյանների ընտանիքի երկարամյա ընկերուհի։ Նա սիրով գրկեց Մարինեին. «Սիրելիս, դու փայլուն ես։ Հղիությունը քեզ շատ է սազում»։ «Շնորհակալ եմ, տիկին Էլեն», պատասխանեց Մարինեն, պատասխանելով գրկախառնությանը։ Հաջորդը եկան Ռոբերտ Ղազարյանը, ֆինանսական տնօրեն։ Պողոս Սարգսյանը, ներքին իրավաբանական բաժնի պատասխանատուն։ Երկուսն էլ ողջունեցին Մարինեին Ավետիսին, սուրճ խմելով քաղաքավարի զրուցելով, սպասելով մյուսներին։ 8:50-ին Ժաննան մտավ սենյակ, հագած կարմիր տայլյոր, որը հակադրվում էր իր ալիքավոր շիկահեր մազերին։ Նա ժպտաց, տեսնելով Մարինեին, առանց մեղքի կամ նյարդայնության որե նշանի։ «Մարինե, չգիտեի, որ դու այստեղ կլինես», ասաց Ժաննան, մոտենալով Մարինեի այտերին համբուրելու համար։ «Կարծում էի, դու հանգստանում ես»։ Մարինեն հսկայական ջանք գործադրեց, ժեստին պատասխանելու համար, զգալով Ժաննայի սրտխառնոց առաջացնող օծանելիքը։ «Որոշեցի մասնակցել։ Ի վերջո, դա ընկերության մասին է»։ «Իհարկե», ասաց Ժաննան, նստելով սեղանի մյուս կողմում։ «Որտեղ է Ռուբենը։ Առանձին եք եկել»։ «Նա պետք է գա», պատասխանեց Մարինեն, իր ուշադրությունը դարձնելով իր արջի փաստաթղթերին։ Ռուբենը եկավ ուղիղ ժամը 9-ին, սենյակ մտնելով իր սովորական վստահությամբ։ Նա հագած էր մուգ կապույտ կոստյում, իտալական մետաքսե փողկապ, նրա կոշիկներն այնքան փայլուն էին, որ լույս էին արտացոլում։ Նա ողջունեց բոլոր ներկաներին ամուր ձեռքսեղմումներով, լայն ժպիտներով, վերջապես նստելով Ժաննայի կողքին, Մարինեի դիմաց։ Ավետիսը վեր կացավ, կանգնելով սեղանի գլխին։ «Բարի առավոտ բոլորիդ։ Շնորհակալություն այդքան կարճ ժամանակում ներկայանալու համար։ Գիտեմ, որ հանկարծակի էր, բայց իրավիճակը շտապություն է պահանջում»։ Ռոբերտ Ղազարյանը, միջին տարիքի մոխրագույն բեղերով տղամարդ, հոնքերը կնճռեց։ «Ավետիս, ձեր էլեկտրոնային նամակում նշվում էին ֆինանսական անկանոնություններ»։ «Ինչի՞ մասին է կոնկրետ խոսքը»։ «Ես մանրամասն կբացատրեմ», ասաց Ավետիսը, միացնելով սենյակի պրոյեկտորը։ Առաջին պատկերը, որը հայտնվեց էկրանին, բարդ կազմակերպական աղյուսակ էր, որը ցույց էր տալիս տարբեր ընկերություններ դրանց կապերը։ Վերջին 3 տարիների ընթացքում Հակոբյան շինարարությունը կորցրել է մոտ 42 միլիոն դրամ, համակարգված շեղումների ցանցի միջոցով։ Սենյակում տիրող լռությունը բացարձակ էր։ Բոլոր խորհրդականները առաջ թեքվեցին, աճող ուշադրությամբ ուսումնասիրելով էկրանը։ Ռուբենը առաջինը խոսեց, ձայնը հանգիստ, բայց սուր եզրով. «Ավետիս, սրանք շատ լուրջ մեղադրանքներ են։ Հուսով եմ, դուք ամուր ապացույցներ ունեք»։ «Ես ունեմ», պատասխանեց Ավետիսը, անցնելով հաջորդ սլայդին։ «Սրանք ուրվական ընկերություններն են, որոնք ստեղծվել են շեղված ռեսուրսները ստանալու համար։ Դրանք բոլորն ունեն մի ընդհանուր բան։ Դրանք գրանցվել են ձեր կողմից, Ռուբեն, օգտագործելով կեղծ փաստաթղթեր կեղծ անձինք»։ Մարինեն նկատեց, թե ինչպես է Ռուբենի արտահայտությունը նրբորեն փոխվում։ Վստահ ժպիտը սկսեց տատանվել, փոխարինվելով աչքերի շուրջ գրեթե աննկատ լարվածությամբ։ Ժաննան արտահայտվեց, նրա սուր ձայնը արձագանքելով սենյակում։ «Սա անհեթեթություն է։ Ռուբենը օրինակելի ադմինիստրատոր է։ Ո՞վ է պատրաստել այս հաշվետվությունը»։ «Անկախ աուդիտորների թիմ», պատասխանեց Ավետիսը, յուրաքանչյուր խորհրդականի թղթապանակներ բաժանելով։ «Ամեն ինչ փաստաթղթավորված է այստեղ։ Բանկային փոխանցումներ, ուրվական ընկերությունների հիմնադրման փաստաթղթեր, Ռուբենի կեղծ անձանց միջ փոխանակված էլեկտրոնային նամակներ»։ Էլեն Մելքոնյանը շոկի մեջ թերթում էր իր թղթապանակը։ «Աստված իմ, դա չի կարող ճիշտ լինել։ Ռուբեն, դուք որևէ բացատրություն ունեք»։ Ռուբենը հենվեց աթոռին, ձեռքերը խաչելով։ «Ես պետք է ավելի ուշադիր վերանայեմ այս փաստաթղթերը։ Բայց մակերեսորեն, սա կարծես թյուրիմացություն է։ Այս ընկերությունները Հակոբյան շինարարություն ի օրինական գործընկերն է։ ՌՆ-ն
Օրինական գործընկերներ, որոնք միլիոններ են փոխանցել ձեր անվան հաշիվներին, հարցրեց Պողոս Սարգսյանը, իրավաբանը մատնացույց անելով կոնկրետ փաստաթուղթ։ Ահա 3 միլիոն դրամի փոխանցում Կայմանյան կղզիներում գտնվող հաշվին, Ռուբեն։ Ինչպես եք բացատրում դա։ Սենյակում խուճապ էր։ Խորհրդականները բարձր տոներով խոսում էին միմյանց հետ, ոմանք անհավատալի, մյուսները տեսանելիորեն զայրացած։ Մարինեն լուռ էր մնում, դիտելով, թե ինչպես է Ռուբենը սկսում կորցնել իրավիճակի վերահսկողությունը։ «Պարոն Այք, խնդրում եմ», ասաց Ռուբենը, ձեռքերը բարձրացնելով հանգստացնող ժեստով։ «Սրանք բարդ գործարքներ են, որոնք հասկանալու համար տեխնիկական գիտելիքներ են պահանջում։ Սրանք շեղումներ չեն, այլ ռազմավարական ներդրումներ։ Ներդրումներ, որոնք այս խորհրդում ոչ ոք չի լիազորել», ընդհատեց Ռոբերտ Ղազարյանը, ձայնը դողալով զայրույթից։ «Ես ֆինանսական տնօրենն եմ, երբեք չեմ տեսել այս փաստաթղթերից ոչ մեկը»։ Հենց այդ ժամանակ էլ Մարինեն որոշեց խոսել։ Նա դանդաղ վեր կացավ, բոլորի ուշադրությունը դարձնելով իրեն։ «Կարող եմ պարզաբանել որոշ կետեր», ասաց նա, ձայնը պարզ ամուր։ Ռուբենը զարմանքով նայեց նրան։ «Մարինե, սերս, դու պետք չէ ներգրավվես դրանում։ Գիտեմ, որ հոգնած ես»։ «Ես հոգնած չեմ», պատասխանեց Մարինեն, ուղիղ նայելով նրան։ «Եվ ես պետք է ներգրավվեմ, քանի որ սա վերաբերում է հորս ժառանգությանը, իմ դստեր ապագային»։ Ժաննան անհարմար շարժվեց իր աթոռին, արագ հայացքներ փոխանակելով Ռուբենի հետ։ Մարինեն շարունակեց, յուրաքանչյուր բառ կշռադատված մտածված։ 3 կեսօրին ես տուն վերադարձա նախատեսվածից շուտ։ Հասնելուն պես լսեցի Ռուբենի Ժաննայի խոսակցությունը։ Խոսակցություն այն մասին, թե ինչպես էին նրանք ծրագրել ամբողջությամբ տիրանալ ընկերությանը, հեռացնել ինձ, վերցնել այն ամենը, ինչ հայրս կառուցել էր։ Ազդեցությունն անմիջական էր։ Էլեն Մելքոնյանը ձեռքը կրծքին դրեց, ցնցված։ Ռոբերտ Ղազարյանը ուժգին գրիչը դրեց սեղանին։ Պողոս Սարգսյանը Մարինեից Ռուբենին Ժաննային էր նայում լիակատար անհավատալիության արտահայտությամբ։ «Սուտ է», բղավեց Ժաննան, կտրուկ վեր կենալով։ «Մարինե, ինչպես կարող ես այդպիսի բան հորին եղել։ Ես քո լավագույն ընկերուհին եմ»։ «Եղել եմ», ուղղեց Մարինեն, ձայնը հանգիստ պահելով, չնայած հույզերի փոթորկին։ «Մինչ 3 ես հավատում էի դրան։ Մինչ լսեցի, թե ինչպես ես նրան սերս կոչում։ Մինչ լսեցի, թե ինչպես էիք դուք երկուսը ծիծաղում, թե ինչպես էի ես միամիտ հեշտ մանիպուլյացիայի ենթարկվող»։ Ռուբենը նույնպես վեր կացավ, փորձելով պահպանել իրեն։ «Մարինե, դու հղի ես, երբեմն հորմոնները կարող են մտավոր խառնաշփոթ առաջացնել, ստիպել քեզ պարանոիկ մտքեր ունենալ։ Մի եկեք այդ բաներով ինձ մոտ», ասաց Մարինեն, ձայնը պողպատե տոն ստանալով։ «Ես գիտեմ, թե ինչ եմ լսել։ Եվ իմ խոսքից բացի ապացույցներ ունեմ»։ Նա գլխով արեց Ավետիսին, ով իր նոութբուքը միացրեց պրոյեկտորին։ «Երեկ երեկոյան ես վերանայեցի մեր տան անվտանգության համակարգը։ Մենք տեսախցիկներ խոսափողներ ունենք բոլոր ընդհանուր սենյակներում»։ Էկրանին սկսեց հնչել ձայնագրություն։ Որակը կատարյալ չէր, բայց ձայները անսխալական էին։ Ռուբենի ձայնը, որն ասում էր. «Փաստաթղթերը, որոնք նա ստորագրեց անցյալ շաբաթ, երաշխավորում են, որ ես կունենամ ընկերության բաժնետոմսերի լիակատար վերահսկողություն»։ Ժաննայի ծիծաղը։ Սառը բառերը այն մասին, թե ինչպես էին նրանք պլանավորում ազատվել Մարինեից։ Սենյակում լռությունը դամբարանական էր։ Բոլոր խորհրդականները լսում էին, սարսափած, մինչդեռ ձայնագրությունը շարունակվում էր։ Երբ այն ավարտվեց, Ժաննան գունատ էր, իսկ Ռուբենը լիովին կորցրել էր իր վստահության դիմակը։ «Դուք գաղտնի խոսակցություն եք ձայնագրել առանց իմ իմացության», ասաց Ռուբենը, փորձելով զայրացած հնչել։ «Դա անօրինական է»։ «Դա օրինական է, երբ արվում է սեփական բնակության վայրում», հակադարձեց Պողոս Սարգսյանը, իրավաբանը։ «Եվ նույնիսկ եթե այդպես չլիներ, սա խարդախության դավադրության ապացույց է»։ Ավետիսն օգտվեց պահից։ «Կաս մի բան, որը խորհուրդը պետք է իմանա»։ Նա բացեց մեկ այլ ֆայլ, էկրանին ցուցադրելով ծննդյան վկայականներ։ Հետաքննությունները բացահայտեցին, որ Ռուբենն ու Ժաննան ոչ միայն սիրահարներ են։ Նրանք խորթ եղբայր-քույր են։ Սենյակը պայթեց ցնցող բացակ անչություններից։ Մարինեն զգաց, որ ոտքերը թուլանում են, բայց կանգնած մնաց, հենվելով սեղանին։
Նրանք ամեն ինչ ծրագրել էին հենց սկզբից, շարունակեց Ավետիսը։ Ռուբենի հանդիպումը Մարինեի հետ պատահականություն չէր։ Այն կազմակերպված էր։ Ժաննայի բարեկամությունը Մարինեի հետ սկսվել էր համալսարանում, ռազմավարականորեն։ Ամեն ինչ հաշվարկված էր վստահություն ձեռք բերելու, ի վերջո Հակոբյան շինարարություն ի վերահսկողությունը ստանալու համար։ Ռուբենը ծիծաղեց, դառը անհումոր ձայնով։ Շնորհավոր, Ավետիս։ Դուք լավ եք կատարել ձեր տնային առաջադրանքը։ Նա արհամարհանքով նայեց Մարինեին։ Այո, մենք ծրագրել էինք։ Եվ գրեթե հաջողվեց։ Եթե դու 3,5 ժամ ուշ վերադարձած լինեիր, ամեն ինչ կատարյալ կաշխատեր։ Դիմակը լիովին ընկել էր։ Այն հմայիչ ուշադիր տղամարդը, ում Մարինեն ճանաչել էր, այլս գոյություն չուներ։ Նրա փոխարեն սառը հաշվարկող մանիպուլյատոր էր։ Պարոնայք խորհրդականներ, ասաց Ավետիսը կրկին վերահսկելով հանդիպումը, ներկայացված ապացույցների լսված ցուցմունքների հիման վրա, ես հղում եմ ընկերության կանոնադրության 7-րդ կետին, անբարեխղճության պատճառով հետադարձ։ Ես խնդրում եմ անհապաղ քվեարկություն Ռուբեն Հակոբյանին բոլոր վարչական պաշտոններից հեռացնելու նրա կողմից վերջին 5 տարիների ընթացքում կայացված բոլոր որոշումները, ներառյալ բաժնետոմսերի վերջին փոխանցումը, չեղարկելու համար։ Քվեարկությունը միաձայն էր։ Բոլոր խորհրդականները բարձրացրին ձեռքերը։ Հանդիպումների սենյակում լռություն տիրեց քվեարկությունից հետո։ Ռուբենը մի քանի ակնթարթ կանգնած մնաց, նայելով խորհրդի յուրաքանչյուր անդամին, կարծես հիշողության մեջ էր պահում նրանց դեմքերը։ Ժաննան, մյուս կողմից, փլուզվել էր իր աթոռին, ձեռքերով ծածկելով դեմքը։ Լավ, ասաց Ռուբենը վերջապես, ձայնը սառույցի պես սառը։ Դուք հաղթեցիք այս փուլում։ Բայց սա չի ավարտվել։ Ես փաստաբաններ ունեմ, ռեսուրսներ։ Ես կպայքարեմ։ Կարող եք պայքարել որքան ուզեք, պատասխանեց Պողոս Սարգսյանը, կարգի բերելով իր փաստաթղթերը։ Բայց օրինականորեն, դուք ոչ մի հիմք չունեք։ Ապացույցներն անհերքելի են։ Բացի այդ, մենք քրեական գործեր կհարուցենք խարդախության յուրաց ման կեղծիքի համար։ Ավետիսը մոտեցավ Ռուբենին, պահպանելով պրոֆեսիոնալ հեռավորություն։ Ես առաջարկում եմ, որ դուք համագործակցեք վերադարձնեք այն, ինչ գողացել եք։ Սա կարող է նվազեցնել ձեր պատիժները։ Հակառակ դեպքում, ես երաշխավորում եմ, որ երկար տարիներ կանցկացնեք դատարանների հետ։ Ռուբենը նայեց Մարինեին, կարճ ակնթարթով նա կարծեց, թե նրա աչքերում զղջման նման ինչ-որ բան տեսավ։ Բայց հետո նա ասաց, ցանկացած պատրանք փլուզվեց։ Դու կարծում ես, որ այդքան խելացի ես, չէ՞։ Բայց երբեք ոչինչ չէիր հայտնաբերի, եթե չլիներ այս ծերունին։ Նա արհամարհանքով ժեստ արեց Ավետիսի ուղղությամբ։ Մենակ, դու ամեն ինչ կստորագրեիր ինձ կշնորհակալություն հայտնեիր քեզ խնամելու համար։ Մարինեն մոտեցավ, կանգ առնելով Ռուբենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Դու ճիշտ ես, հանգիստ ասաց նա։ Ես վստահում էի քեզ։ Սիրում էի քեզ։ Եվ դա իմ միակ թուլությունն էր։ Բայց մեր միջ տարբերությունն այն է, որ ես սովորեցի իմ սխալից։ Դու կյանքի մնացած մասը կանցկացնես, վճարելով քո սխալների համար։ Երկու անվտանգության աշխատակ։ Իցներ մտան սենյակ, գաղտնի կանչված Էլեն Մելքոնյանի կողմից։ Պարոն Հակոբյան, տիկին Սարգսյան, խնդրում եմ, ուղեկցեք մեզ։ Պետք է հավաքեք ձեր իրերը, լքեք շենքը։ Ժաննան վերջապես բարձրացրեց դեմքը, կարմիր աչքերով քսուքի հետքերով։ Մարինե, խնդրում եմ։ Կարող ենք խոսել այս մասին։ Մենք այդքան երկար ընկերներ ենք եղել։ Ոչ, ասաց Մարինեն, յուրաքանչյուր տարլի վերջնականությամբ։ Մենք երբեք ընկերներ չենք եղել։ Ընկերությունը պահանջում է ճշմարտություն, մեր միջ ամեն ինչ սուտ էր հենց առաջին օրվանից։ Պահակները Ռուբենին Ժաննային ուղեկցեցին դուրս։ Նրանց հեռանալուց հետո տիրող լռությունը ծանր էր, լի շոկով անհավատալիությամբ այն ամենի նկատմամբ, ինչ նոր էր տեղի ունեցել։ Էլեն Մելքոնյանը առաջինը խոսեց, ձայնը դողալով. Մարինե, սիրելիս, չեմ կարող հավատալ։ Այս բոլոր տարիները մենք ոչինչ չնկատեցինք։ Ռոբերտ Ղազարյանը բռունցքով խփեց սեղանին, զայրացած իր վրա։ Ես պետք է տեսնեի նշանները։ Ես ֆինանսական տնօրենն եմ, իմ պարտականությունն էր անկանոնություններ հայտնաբերել։ Մի մեղադրեք ձեզ, ասաց Մարինե։ Նորից նստելով։
Նա հոգնած էր զգում իրեն, կարծես մարաթոն վազած լիներ։ Ռուբենը չափազանց զգույշ էր։ Նա ուսումնասիրել էր ընկերությունը, հասկացել մեր գործընթացները, ճշգրիտ գիտեր, թե ինչպես շահագործել բացերը։ Ավետիսը մխիթարական ձեռք դրեց Մարինեի ուսին։ Կարորն այժմ առաջ նայելն է։ Մենք պետք է գնահատենք վնասները, վերականգնման պլան ստեղծենք։ Համաձայն եմ, ասաց Պողոս Սարգսյանը։ Ես կպատրաստեմ դատական գործերի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Մենք նա պետք է լիարժեք աուդիտ իրականացնենք վերջին 5 տարիների բոլոր գործառնությունների վերաբերյալ։ Հանդիպումը շարունակվեց 2 ժամ։ Քննարկեցին ռազմավարություններ, վարչական վերակազմակերպում, թե ինչպես հաղորդակցվել աշխատակիցների, ներդրողների մամուլի հետ։ Մարինեն ակտիվորեն մասնակցեց բոլոր որոշումներին, զարմանալով իր սեփական մտավոր պարզությունից, չնայած հուզական տրավմային։ Երբ հանդիպումը վերջապես ավարտվեց, կեսօրն արդեն անցել էր։ Խորհրդականները հրաժեշտ տվեցին Մարինեին, աջակցող գրկախառնություններով, քաջալերող խոսքերով։ Էլենը խոստացավ շաբաթ ատվա ընթացքում այցելել առանձնատուն, տեսնելու, թե ինչպես է նա։ Ավետիսը մնաց մինչ վերջ, սպասելով, որ բոլորը դուրս գան։ Իրականում ինչպես ես, հարցրեց նա, երբ նրանք մենակ մնացին։ Մարինեն նայեց պատուհանից, դիտելով իր արջ տարածվող երանը։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Իմ մի մասը դեռ չի հավատում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մյուս մասը զայրացած է։ Եվ մի փոքր մասը թեթացած է։ Թեթացած, ավետիսը նստեց նրա կողքին։ Ճշմարտությունն իմանալու համար, բացատրեց Մարինեն։ Որքան էլ վատ լինի, ավելի լավ է, քան ստի մեջ ապրելը։ Եվ թեթացած եմ, որ բացահայտեցի, մինչ ուշ չլիներ։ Պատկերացրեք, եթե ես դա իմանայի միայն երեխայի ծնվելուց հետո։ Կամ տարիներ անց։ Ավետիսը հասկանալով գլխով արեց։ Քո հայրը միշտ ասում էր, որ դու ուժեղ ես, ինչպես ինքը։ Այսօր դու դա ապացուցեցիր։ Մարինեն զգաց, որ արցունքները նորից սպառնում են թափվել, բայց զսպեց դրանք։ Ավետիս, ինչ կլինի Ռուբենի Ժաննայի հետ։ Օրինականորեն, ես նկատի ունեմ։ Կախված է, պատասխանեց փաստաբանը, ընդունելով իր պրոֆեսիոնալ տոնը։ Եթե նրանք վերադար ծնեն գողացված ռեսուրսները համագործակցեն, նրանք կարող են համաձայնագրեր կնքել, որոնք կկանխեն բանտարկությունը, չնայած նրանք անշուշտ կբախվեն ծանր տուգանքների որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքների։ Եթե դիմադրեն, քրեական գործերը կշարունակվեն, պատիժները կարող են լինել խիստ։ Իսկ ամուսնալուծությունը, Մարինեն բնազդաբար դիպավ իր փորին։ Ես հենց այսօր կսկսեմ ընթացակարգերը, հավաստիացրեց ավետիսը։ Մեր ունեցած ապացույցներով դա արագ գործընթաց կլինի։ Դուք ստիպված չեք լինի ոչինչ բաժանել նրա հետ, մենք կարող ենք ապահովել, որ նա մուտք չունենա ձեր դստեր մոտ, եթե չցանկանաք։ Մարինեն մտածեց այդ մասին։ Նրա մի մասը ցանկանում էր լիովին մերժել Ռուբենի ցանկացած ներգրավվածություն երեխայի հետ։ Բայց նա գիտեր, որ դա որոշում էր, որը պետք է ավելի հանգիստ կայացներ, մտածելով դստեր բարեկեցության մասին։ Դա թողնենք հետոյի համար, ասաց նա։ Հիմա պետք է տուն գնամ։ Պետք է մարսեմ այս ամենը։ Ավետիսը նրան ուղեկցեց մինչ ավտոկայանատեղի, պնդելով, որ նա զանգահարի, եթե որևէ բան պետք լինի, ցանկացած պահի։ Արինեն շնորհակալություն հայտնեց, նստեց իր մեքենան, ավտոմատ ռեժիմով քշելով Երանի բանուկ փողոցներով։ Առանձնատուն հասնելուն պես նա նկատեց, որ Ռուբենի մեքենան ավտոտնակում չէ։ Նա թեթացած հոգոց հանեց։ Նրա մի մասը չէր ցանկանում նրան նորից տեսնել այդքան շուտ։ Նա մտավ գլխավոր դռնով, դիմավորվեց տան բացարձակ լռությամբ։ Բայց աստիճաններով բարձրանալիս նա ձայներ լսեց ննջասենյակից։ Նրա սիրտը արագացավ։ Նա բացեց դուռը, գտավ Ռուբենին, ով իր հագուստով ճամպրուկներ էր լցնում։ Նա նայեց նրան, երբ նա մտավ, բայց չդադարեցրեց իր արածը։ Եկա իմ իրերը վերցնելու, ասաց նա անտարբեր։ Հյուրանոցում կմնամ, մինչ որոշեմ, թե որտեղ եմ ապրելու։ Մարինեն հենվեց դռան շրջանակին, դիտելով այն տղամարդուն, ում հետ 5 տարի ամուսնացած էր, գործել այնպես, կարծես անծանոթ լիներ։ Դու գոնե ինչ-որ բան զգում ես։ Որ է զղջում։ Ռուբենը կանգ առավ, ձեռքերում վերնաշապիկ պահելով։ Երկար ակնթարթ նա պարզապես նայեց նրան։ Ուզում ես իմանալ ճշմարտությունը։ Կարծում եմ, գոնե դրան եմ արժանի։
Նա ուժգին վերնաշապիկը նետեց ճամպրուկի մեջ։ Ոչ։ Ես զղջում չեմ զգում։ Գիտես, թե ինչպես է ոչինչ չունենալով մեծանալը, տեսնելով, թե ինչպես են քեզ նման մարդիկ ամեն ինչ ձեռքերում ունենում։ Դու երբեք ոչ մի բանի համար պայքարելու կարիք չես ունեցել։ Մարինե։ Դու ծնվել ես կայսրություն սպասելով քեզ։ Իմ հայրը այդ կայսրությունը զրոյից կառուցել է, հակադարձեց Մարինեն, զգալով, որ զայրույթն աճում է։ Նա աղքատ ընտանիքից էր, աշխատել է ցերեկ ու գիշեր, ստեղծելու այն, ինչ ունենք։ Եվ դու պարզապես ժառանգեցիր, դառնությամբ ասաց Ռուբենը։ Մինչդեռ ես ու Ժաննան ստիպված էինք մեր ուժերով գոյատել։ Երբ իմացա, որ մենք խորտ եղբայր-քույր ենք, կիսելով մի հոր, ով լքել էր երկուսիս, որոշեցինք, որ ավելին ենք արժանի։ Որ մեր հերթն էր ունենալ այն, ինչ դուք, Հակոբյաններդ, միշտ ունեցել եք։ Մարինեն անհավատալիորեն գլխով արեց։ Ուրեմն ամեն ինչ վրեժխնդրությունն էր։ Ընտանիքի դեմ, որը նույնիսկ չգիտեր ձեր գոյության մասին։ Իմ դեմ, ով երբեք քեզ ոչինչ չի արել, բացի քեզ սիրելուց։ Դա անձնական չէր, ասաց Ռուբենը, փակելով ճամպրուկը։ Դա բիզնես էր։ Դուք կործանեցիք ամուսնություն, դավաճանեցիք ձեզ սիրող մեկի վստահությունը, գողացաք միլիոններ, ասում եք, որ դա անձնական չէր։ Մարինեի ձայնը դողաց զսպված հույզերից։ Ես կրում եմ ձեր դստերը, Ռուբեն։ Դա ձեզ համար ոչինչ չի նշանակում։ Առաջին անգամ Ռուբենը կարծես վարանեց։ Նրա աչքերը դարձան Մարինեի փորին, ինչ-որ բան անցավ նրա դեմքով։ Բայց հետո նա ինքն իրեն հավաքեց, վերցնելով իր ճամպրուկները։ Այս երեխան ինձ առանց ավելի լավ կյանք կունենա։ Դու կարող ես նրան տալ այն ամենը, ինչ ես երբեք չեմ ունեցել։ Նա քայլեց դեպի դուռը, Մարինեն հեռացավ, թույլ տալով նրան անցնել։ Բայց նախքան նա լիովին դուրս կգար, նա վերջին անգամ խոսեց։ Ռուբեն։ Նա կանգ առավ, մեջքով դեպի նա։ Ես խղճում եմ քեզ, ասաց Մարինեն, նա իսկապես խղճում էր։ Ոչ թե այն իրավիճակի համար, որում հայտնվել ես հիմա, այլ այն բանի համար, որ երբեք չես հասկացել, որ իրական արժեքը փողի կամ իշխանության մեջ չէ։ Այն իրական կապերի, իրական սիրո, ամբողջականության մեջ է։ Բաներ, որոնք դու երբեք չես ունենա, անկախ նրանից, թե որքան կգողանաս։ Ռուբենը չպատասխանեց։ Նա պարզապես իջավ աստիճաններով դուրս եկավ դիմացի դռնով։ Մարինեն լսեց, թե ինչպես միացավ նրա մեքենան հեռացավ, շարժիչի ձայնը անհետացավ հեռվում։ Նա քայլեց դեպի ննջասենյակ, դիտելով կիսադատարկ զգե։ Ստապահարանը, անկողինը, որտեղ նրանք տարիներ շարունակ միասին էին քնել, պատերին դեռ կախված լուսանկարները։ Ամեն ինչ այժմ այլ էր թվում, աղտոտված ստով։ Մարինեն նստեց անկողնու եզրին, վերջապես թույլ տվեց արցունքներին ազատորեն թափվել։ Նա լացեց կորցրած վստահության, այն սիրո համար, որը երբեք իրական չէր, այն բարեկամության համար, որը կեղծ էր։ Նա լացեց այն միամիտ կնոջ համար, ով ինքն էր եղել, այն երեխայի համար, ով կմեծանար առանց ներկա հոր։ Բայց մինչ նա լացում էր, նա զգում էր ուրիշ բան, վճռականություն։ Նա Հակոբյան էր։ Նրա երակներում պայքարողների արյունն էր հոսում։ Եվ եթե իր հայրը զրոյից կայսրություն էր կառուցել, նա կարող էր վերակառուցել այն, ինչ վնասվել էր, այն ավելի ուժեղ դարձնել։ Շոշափելով իր փորը, Մարինեն լուռ խոստում տվեց իր կրած դստերին։ Դու կմեծանաս, իմանալով քո արժեքը։ Դու կսովորես, որ ուժը մանիպուլյացիայից չի գալիս, այլ բնավորությունից։ Եվ դու կիմանաս, որ ինչ էլ որ պատահի, միշտ կունենաս մայր, ով կպայքարի քո համար։ 3 ամիս էր անցել այն օրվանից, որը ընդմիշտ փոխել էր Մարինեի կյանքը։ Ամառը Երանում հատկապես շոգ էր Մարինեն, այժմ հղիության 9-րդ ամսում, շարժվում էր զգուշությամբ, ասես թանկարժեք բեռ էր կրում։ Փորը հսկայական էր, ցանկացած պահի նրա դուստրը կարող էր որոշել աշխարհ գալ։ Դավաճանության բացահայտումից հետո անցած շաբաթները դժվար էին, բայց նա զարմանալիորեն թարմացնող։ Մարինեն գլուխկոնծի ընկել էր Հակոբյան շինարարությունն ի վերակառուցման մեջ, աշխատելով Ավետիսի խորհրդականների հետ Ռուբենի պատճառած վնասները վերականգնելու համար։ Լիարժեք աուդիտը բացահայտեց, որ շեղված 42 միլիոնից բացի, կային նա այլ խնդիրներ, ուրվական ընկերությունների հետ ուռճացված պայմանագրեր, լքված նախագծեր, որոնք ռեսուրսներ էին սպառում, կասկածելի ներդրումներ, որոնք արվել էին առանց պատշաճ հավանության։ Եղել են ամիսներ շարունակ քրտնաջան աշխատանք, բայց աստիճանաբար ընկերությունը սկսել էր վերականգնվել։
Ռուբենն ու Ժաննան իրենց փաստաբանների խորհրդով ընտրել էին դատական համաձայնություն։ Նրանք վերադարձրին գողացված ռեսուրսներից մոտ 28 միլիոն խուսափելու քրեական գործերից, որոնք կարող էին հանգեցնել տարիներ շարունակ բանտարկության։ Մնացածը արգելափակված հաշիվներում էր հարկային դրախտներում, ավետիսն աշխատում էր միջազգային մարմինների հետ այն վերականգնելու համար։ Ժաննան լքել էր Երանը, ըստ լուրերի տեղափոխվել էր Գյումրի։ Ռուբենը մնացել էր քաղաքում, բայց հեռու էր մնում։ Ամուսնալուծությունը ավարտվել էր ռեկորդային ժամանակում, Մարինեն պահպանելով այն ամենը, ինչ իրենն էր իրավունքով։ Նա չէր վիճարկել, հավանաբար այն պատճառով, որ գիտեր, որ ոչ մի շանս չունի։ Հետաքրքիր է, որ Ռուբենը նվեր էր ուղարկել, երբ իմացել էր, որ Մարինեն պատրաստվում է ծննդաբերել։ Փափուկ արջուկ մի բացիկ, որի վրա գրված էր պարզապես «Լաուրային, սիրով հորից, ով չկարողացավ ավելի լավը լինել»։ Մարինեն բացիկը պահել էր մի տուփի մեջ, դեռ չիմանալով, թե ինչ կաներ դրա հետ ապագայում։ Այդ դեկտեմբերյան առավոտյան Մարինեն իր գրասենյակում էր, Հակոբյան շինարարություն, վերանայելով եռամսյակային հաշվետվությունները։ Էլեն Մելքոնյանը թակել էր դուռը, բերելով առանց կոֆեինի սուրճ մայրական ժպիտ։ «Դու պետք է տանը լինեիր», հանգստանալով մեղմորեն նկատեց Էլենը, բաժակը սեղանին դնելով։ «Դու ծննդաբերությունից օրեր հեռու ես»։ «Ես լավ եմ», պնդեց Մարինեն, չնայած թե կծկումը ստիպեց նրան դեմքը կնճռել։ Բացի այդ, ճապոնացի ներդրողների հետ հանդիպումը կարևոր է։ Նրանք կարող են նոր կապիտալ բերել Արտրի կենտրոնի նախագծի համար։ Էլենը գլխով արեց, բայց Մարինեին բավականաչափ լավ էր ճանաչում, իմանալու համար, որ վիճելն անիմաստ է։ Գոնե խոստացիր, որ հիվանդանոց կգնաս, եթե որևէ տարբեր բան զգաս։ Խոստանում եմ, ասաց Մարինեն, ժպտալով։ Ճշմարտությունն այն էր, որ աշխատանքը դարձել էր նրա խարիսխը այդ բուռն ամիսների ընթացքում։ Թվերի, ռազմավարությունների բիզնես որոշումների մեջ ընկղմվելը օգնում էր նրան չմտածել այն միայնության մասին, որը երբեմն խժռում էր նրան գիշերը, դատարկ առանձնատանը։ Բայց Մարինեն լիովին մենակ չէր։ Նրա մայրը, Բելլա Հակոբյանը, վերադարձել էր Փարիզից, որտեղ ապրել էր ամուսնու մահից 5 տարի առաջ։ Մոր-դստեր հարաբերությունները միշտ էլ հեռու էին եղել։ Մարինեն իր մորից նեղվում էր այն բանի համար, որ նա լքել էր իրեն հորը կորցնելուց անմիջապես հետո։ Բայց Ռուբենի դավաճանության հղիության լուրը նրանց նորից մերձեցրել էր։ Բելլան եկել էր 2 շաբաթ առաջ բնակություն հաստատել առանձնատան հյուրասենյակներից մեկում։ Նա 58 տարեկան էլեգանտ կին էր, մոխրագույն մազերով, որոնք հրաժարվում էր ներկել, թափանցող կապույտ աչքերով, որոնք Մարինեն ժառանգել էր։ Նա իր հետ բերել էր նորացված էներգիա դստեր հետ հարաբերությունները վերակառուցելու անկեղծ ցանկություն։ Քո հայրը հպարտ կլիներ, ասել էր Բելլան նախորդ երեկոյան, երբ նրանք միասին ընթրում էին։ Այնպես, ինչպես դու ստանձնեցիր ընկերությունը, դիմակայեցիր Ռուբենին, վերականգնեցիր ամեն ինչ։ Դու իսկական Հակոբյան ես։ Բառերը խորապես հուզել էին Մարինեին։ Նա այնքան ժամանակ իրեն թույլ մանիպուլյացիայի ենթարկված, միամիտ էր զգում։ Բայց հիմա, նայելով այն ամենին, ինչ ձեռք էր բերել, նա սկսում էր իրեն այլ կերպ տեսնել։ Ճապոնացի ներդրողների հետ հանդիպումը նախատեսված էր կեսօրից հետո ժամը 2-ին։ Մարինեն հագել է լմուկ կապույտ մայրության տայլյոր, մազերը հավաքել էր նրբագեղ հանգույցով իջել էր հանդիպումների սենյակ 13:50-ին։ Տանակա կորպորացիայի ղեկավարներն արդեն այնտեղ էին, ուղեկցությամբ Ռոբերտ Ղազարյանի, Պողոս Սարգսյանի։ Ներկայացումներն արվեցին, քաղաքավարություններ փոխանակվեցին, հանդիպումը սկսվեց։ Մարինեն վստահորեն ղեկավարում էր ներկայացումը, բացատրելով Արտրի կենտրոնի նախագծի մանրամասները, որը կառուցվելու էր Երանի արևմտյան հատվածում։ Ճապոնացիները տեխնիկական, ֆինանսական հարցեր էին տալիս, ներդրումների վերադարձի ժամկետների մասին։ Նա ամեն ինչին պատասխանում էր ճշգրտությամբ, ցուցադրելով ամբողջական տիրապետում յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ։ Հենց շահույթի կանխատեսումների մասին բացատրության կեսին Մարինեն զգաց։ Դա սովորական կծկում չէր, այն այլ էր, ավելի ինտենսիվ, մեջքից առաջ ճառագայթող ալիքներով, որոնք ակնթարթորեն խլեցին նրա շունչը։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Ռոբերտ Ղազարյանը անմիջապես նկատեց. Մարինե, ամեն ինչ լավ է։ Այո, պարզապես մի սմեկ ալիք, նախորդից ավելի ուժեղ։ Մարինեն սեղմեց ձեռքը սեղանին, փորձելով պահպանել իրեն։ Կներեք, պարոն Այկ։
Կարծում եմ, իմ դուստրը որոշել է, որ այսօր է օրը։ Սենյակում կառավարվող իրարանցում սկսվեց։ Ճապոնացի ղեկավարները վեր կացան, անհանգստացած։ Էլենը, ով դիտում էր հանդիպումը, վազեց Մարինեի կողքը։ «Շտապ օգնություն կկանչեմ»։ «Պետք չէ», ասաց Մարինեն, փորձելով ժպտալ ցավի միջով։ «Իմ մեքենան այստեղ է։ Կարող եմ հիվանդանոց քշել»։ «Ոչ մի դեպքում», ասաց Պողոս Սարգսյանը, արդեն վերցնելով իր հեռախոսը։ «Ես կտանեմ նրան»։ «Էլեն, կարող ես մեզ հետ գալ»։ Մինչ Պողոսն ու Էլենը Մարինեին օգնում էին վեր կենալ, Ռոբերտը ստանձնեց հանդիպման վերահսկողությունը։ «Պարոնայք Տանակա կորպորացիայից, խնդրում եմ, ուղեկցեք ինձ։ Ես կշարունակեմ ներկայացումը, մինչդեռ մեր գործադիր տնօրենը Նոր Հակոբյան է բերում աշխարհ»։ Ճապոնացիները, չնայած զարմանքին, տպավորված էին Մարինեի վճռականությամբ։ Տանակա պարոնը, խմբի ամենատարեցը, խոնարհվեց։ «Տիկին Հակոբյան, դուք այսօր մեծ ուժ դրսևորեցիք։ Մաղթում ենք ձեզ ձեր դստերը ամենայն երջանկություն»։ Մարինեն կարողացավ շնորհակալություն հայտնել, մինչ մեկ այլ կծկում նրան հարվածեց։ Պողոսն ու Էլենը նրան ուղեկցեցին վերելակ րոպեների ընթացքում, նրանք մեքենայով գնում էին դեպի Էրեբունի բժշկական կենտրոն։ Կծկումները արագորեն ուժեղացան։ Էլենը Մարինեի ձեռքն էր բռնում հետի նստարանին, ժամանակաչափելով ընդմիջումները։ «Դրանք յուրաքանչյուր 4 րոպեն մեկ են։ Դու լավ ես գնում, սիրելիս»։ Մարինեն զանգահարեց իր մորը հեռախոսով։ «Մայր, ժամանակն է։ Մենք հիվանդանոց ենք գնում։ Հենց հիմա դուրս եմ գալիս»։ Բելլայի ձայնը լի էր հույզերով անհանգստությամբ։ «Դիմացիր, աղջիկս։ Հիվանդանոցը պատրաստ էր»։ Մարինեն այնտեղ էր արել իր նախածննդյան խնամքը, նրա բժշկական թիմը անմիջապես ծանուցվեց։ Նրան տարան ծննդասենյակ, հագուստը փոխեցին, զննեցին մանկաբարձ, բժշկուհի Կարինե Դավթյանը։ «Դուք ունեք 7 սանտիմետր լայնացում», տեղեկացրեց բժիշկը։ «Արագ կլինի։ Մի քանի ժամից դուք կհանդիպեք ձեր դստերը»։ Հաջորդ մի քանի ժամը ցավի, վերահսկվող շնչառության Էլենի, իսկ հետո նրա մոր մշտական ներկայության մշուշ էր, ով հասել էր շնչահեղձ արցունքներով լի աչքերով։ «Ես այստեղ եմ, Մարինե», շշնջաց Բելլան, բռնելով դստեր ձեռքը։ «Դու կկարողանաս։ Դու ուժեղ ես, ինչպես միշտ եղել ես»։ Եվ Մարինեն կարողացավ։ Ցավի, հոգնածության, վախի միջով նա ուժ գտավ, որը չգիտեր, որ ուներ։ Երբ վերջապես լսեց Լաուրա Հակոբյանի առաջին լացը այդ դեկտեմբերյան երեկոյան ժամը 19:23-ին, նա զգաց, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվում միաժամանակ վերակառուցվում է։ Բուժքույրը փոքրիկ փաթեթը դրեց Մարինեի գրկին։ Լաուրան աչքերը փակ էր, դեմքը կարմիր կնճռոտված, փոքրիկ բռունցքները սեղմված։ Նա կատարյալ էր։ «Բար, իմ փոքրիկ մարտիկ», շշնջա Մարինեն, արցունքները ազատորեն հոսելով։ «Ես քո մայրն եմ, խոստանում եմ, որ դու կմեծանաս, իմանալով, թե որքան ես սիրված»։ Բելլան նույնպես լացում էր, մեղմորեն դիպչելով թոռնուհու մուգ մազերին։ «Նա գեղեցիկ է, Մարինե։ Կատարյալ»։ Էլենը գաղտնի լուսանկարներ էր անում, փաստաթղթավորելով այդ թանկարժեք պահը։ Բժշկուհի Կարինեն ժպտում էր, գոհունակ հաջող ծննդաբերությունից։ Այդ գիշեր, հիվանդանոցի անձնական սենյակում, Մարինեն գրկած էր Լաուրային, մինչդեռ փոքրիկը քնած էր նրա գրկին։ Բելլան տուն էր գնացել, ինչ-որ բաներ բերելու, Մարինեն առաջին անգամ էր մենակ իր դստեր հետ։ Նա նայեց պատուհանից, տեսնելով երանի լույսերը, որոնք փայլում էին մթության մեջ։ Մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին ամիսներին, դավաճանությունը, ցավը, պայքարը, վերականգնելու այն, ինչ իրենն էր։ Մտածեց Ռուբենի մասին, այն մասին, թե ինչպես էր նա ընտրել սխալ ճանապարհը։ Ցավի կծկում զգաց Լաուրայի համար, ով կմեծանար առանց հոր ներկայության։ Բայց հետո նա նայեց իր գրկի երեխային, բացարձակ վստահություն զգաց։ Նրանք լավ կլինեն։ Ավելի քան լավ։ Նրանք կբարգավաճեն։ Մարինեն Հակոբյան շինարարությունն ի նախագահն էր, երկրի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկը։ Նա առողջ գեղեցիկ աղջկա մայր էր։ Նա փրկված էր, մարտիկ, մի կին, ով ամենադժվար ճանապարհով էր սովորել, որ վստահությունը պետք է շահել, ոչ թե կուրորեն տալ։ Լաուրան շարժվեց նրա գրկում, առաջին անգամ բացելով աչքերը քնելուց ի վեր։ Դրանք մուգ հետաքրքրասեր աչքեր էին, որոնք նայում էին Մարինեին, կարծես ճանաչում էին նրան։
Մարինեն ժպտաց, զգալով, որ սիրտը լցվում է սիրով։ 6 ամիս էր անցել Լաուրայի ծնունդից, գարունը երանում ծաղկում էր իր ամբողջ շքեղությամբ։ Մարինեն առանձնատան պատշգամբում էր, դիտելով, թե ինչպես է դուստրը խաղում խոտի վրա փռված գունավոր գորգի վրա։ Լաուրան արդեն ուժեղ անհատականություն էր դրսևորում, բարձր ծիծաղելով, երբ իր տատիկ Բելլան զվարճալի դեմքեր էր անում, ամեն ինչ բռնելով իր հետաքրքրասեր փոքրիկ ձեռքերով։ Մարինեի կյանքը լիովին փոխվել էր։ Հակոբյան շինարարություն ոչ միայն վերականգնվել էր Ռուբենի պատճառած վնասներից, այլ արգավաճում էր այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Տանկա կորպորացիայի հետ համագործակցությունը Լաուրայի ծնունդից 2 շաբաթ անց ավարտվել էր, բերելով 50 միլիոնի ներդրում Արտրի կենտրոնի նախագծի համար։ Բայց թվերից ավելի կարևորը, Մարինեն հիմնարար փոփոխություններ էր իրականացրել ընկերության մշակույթում։ Նա ստեղծել էր կորպորատիվ կառավարման կոմիտե, անկախ արտաքին անդամներով, սահմանել էր ֆինանսական թափանցիկության խիստ քաղաքականություն, եռամսյակային աուդիտներ էր սահմանել։ Այլս ոչ ոք չէր կարողանա մանիպուլյացիայի ենթարկել Հակոբյան շինարարությունն այնպես, ինչպես արել էր Ռուբենը։ Նրա ղեկավարությամբ ընկերությունն ընդլայնվել էր դեպի նոր շուկաներ։ Նրանք այժմ մշակում էին սոցիալական բնակարանաշինության նախագծեր, կառավարության հետ համատեղ մի բան, որի մասին Մարինեի հայրը միշտ երազել էր անել, բայց երբեք բավարար կապիտալ չէր ունեցել։ Մարինեն հարգում էր նրա ժառանգությունը ոչ միայն պահպանելով այն, ինչ կառուցվել էր, այլ այն ավելի հեռու տանելով։ Այդ առավոտյան Մարինեն հատուկ հրավեր էր ստացել։ Ելույթ ունենալ ձեռներեց կանանց ազգային համագումարում, երկրի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկում։ Թեման կլիներ դժվարություններից մինչ առաջնորդություն։ Վերակառուցում դավաճանությունից հետո։ Նա ընդունել էր, հասկանալով, որ իր պատմությունը կարող է ոգեշնչել այլ կանանց, ովքեր բախվում էին նմանատիպ իրավիճակների։ Դու կփայլես այդ դասախոսության ժամանակ, ասաց Բելլան, նստելով Մարինեի կողքին պատշգամբում։ Լաուրան նրա գրկում էր, ծամելով սիլիկոնե կծիչ։ Քո պատմությունը պետք է պատմվի։ Երբեմն դեռ անիրական է թվում, խոստովանեց Մարինեն, դիտելով դստերին։ Կարծես այլ մարդու հետ է պատահել, ոչ թե ինձ հետ։ Բելլան քնքշորեն դիպավ դստեր ձեռքին։ Բայց դա պատահեց։ Եվ դու ոչ միայն գոյատեցիր, այլ աճեցիր։ Դարձար առաջնորդ, ում քո հայրը հպարտ կլիներ տեսնելով։ Հոր մասին հիշատակումը միշտ կարոտի ցավ էր բերում, բայց այժմ այն ուղեկցվում էր երախտագիտությամբ։ Երախտագիտություն այն ամենի համար, ինչ նա սովորեցրել էր Մարինեին, այն արժեքների համար, որոնք նա ներշնչել էր նրան, այն անվտանգության կետի համար, որն ակտիվացրել էր ավետիսը, փրկելով ամեն ինչ։ Մարինեի հեռախոսը զնգաց։ Դա Ռոբերտ Ղազարյանն էր։ Մարինե, երկրորդ եռամսյակի վերջնական թվերը նոր են հասել։ Դու պետք է դա տեսնես։ Լավ լուրեր, հարցրեց Մարինեն, արդեն քայլելով տուն դեպի գրասենյակ։ Գերազանց։ Մենք աճել ենք 23%-ով նախորդ եռամսյակի համեմատ։ Ձեր իրականացրած կայուն նախագծերը ներդրողներ են գրավում ամբողջ երկրից։ Եվ կա ավելին։ Բիզնես աշխարհը ամսագիրը ցանկանում է ձեզ տեղադրել հաջորդ համարի շապիկին։ Հայաստանի ամենաուժեղ կանայք։ Մարինեն հպարտության խոնարհության խառնուրդ զգաց։ 1 տարի առաջ նա դավաճանված, մանիպուլյացիայի ենթարկված կին էր, ով գրեթե կորցրել էր ամեն ինչ։ Հիմա նրան ճանաչում էին ազգային մակարդակով իր առաջնորդության համար։ Ընդունեք բիզնես աշխարհը ի հարցազրույցը, ասաց նա։ Բայց մի պայմանով։ Ուզում եմ, որ հոդվածի մի մասը խոսի այն ինստիտուտի մասին, որը մենք բացելու ենք հաջորդ ամիս։ Արմեն Հակոբյան կրթական ինստիտուտը Մարինեի ամենաանձնական նախագիծն էր։ Օգտագործելով Ռուբենից վերականգնված հարստության մի մասը, նա հիմնել էր մի հիմնադրամ, որը անվճար մասնագիտական կրթություն կառաջարկեր կարիքավոր համայնքների երիտասարդներին, կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են շինարարությունը, ճարտարապետությունը, կառավարումը։ Դա իր հոր հիշատակը հարգելու միջոց էր, միաժամանակ հասարակությանը հետ տալով։ Արդեն նշանակված է, հաստատեց Ռոբերտը։ Բացումը կլինի 15-ին։ Հեռախոսը անջատելուց հետո Մարինեն նստեց իր աթոռին, նայեց գրասենյակի շուրջը։ Պատերը զարդարված էին լուսանկարներով։ Մեկը՝ իր հորը ընկերության առաջին շինարարության բացման ժամանակ, մեկը՝ իրեն Բելլային Լաուրայի հետ մկրտության օրը, մեկն օրը արված խորհրդի վերջին հանդիպման ժամանակ, որտեղ նա հստակորեն ղեկավարում էր։
Կային պահեր, հատկապես գիշերը, երբ Լաուրան քնած էր, տունը լուռ էր, երբ Մարինեն մտածում էր Ռուբենի մասին։ Հարցնում էր իրեն, թե որտեղ է նա, ինչ է անում, արդյոք երբ է զղջացել է։ Ավետիսից իմացել էր, որ նա փոքր բիզնես խորհրդատվություն է բացել, հեռու ուշադրության կենտրոնից։ Ժաննան, ըստ երույթին, ամուսնացել էր տեղափոխվել Գյումրի։ Մարինեն այլս զայրույթ չէր զգում։ Այդ փուլն անցել էր։ Այն, ինչ նա զգում էր, խղճահարության երախտագիտության տարօրինակ համադրություն էր։ Խղճահարություն, քանի որ Ռուբենը վատնել էր իրական կյանք, իրական ընտանիք ունենալու հնարավորությունը։ Երախտագիտություն, քանի որ դավաճանությունը, որքան էլ ցավոտ լիներ, ազատել էր նրան։ Նա երբեք չէր հայտնաբերի իր իրական ուժը, եթե ստիպված չլիներ գտնել այն։ Հաջորդ շաբաթ Մարինեն ձեռներեց կանանց ազգային համագումարի բեմում էր։ Դահլիճը լեփել։ 70 էր, ավելի քան 1000 կիներ ներկա։ Բեմի լույսերը տաք էին, Մարինեն զգում էր այդ բոլոր ակնկալիքների ծանրությունը։ Բայց երբ նա սկսեց խոսել, բառերը բնականորեն հոսեցին։ Նա պատմեց իր պատմությունը առանց շրջանցումների։ Դավաճանության բացահայտումը, ֆինանսական մանիպուլյացիան, այն ցավը, որը զգացել էր, հասկանալով, որ իր ամուսնությունը կեղծիք էր։ Բայց նա նախոսեց դիմացկունության մասին, այն մասին, թե ինչպես էր օգնություն փնտրել, ինչպես էր դիմակայել իր վախերին վերականգնել այն, ինչ իրենն էր։ Շատ անգամ ամենամեծ դավաճանությունը այն չէ, ինչ նրանք անում են մեզ հետ, ասաց Մարինեն, ուղիղ նայելով հանդիսատեսին, այլ այն, ինչ մենք անում ենք մեր հետ, երբ թույլ ենք տալիս, որ ցավը մեզ սահմանի։ Ես կարող էի հանձնվել։ Կարող էի խորասուզվել ինքնախղճահարության մեջ։ Բայց ես ընտրեցի պայքարել։ Ես ընտրեցի հավատալ, որ ավելիին եմ արժանի։ Եվ դուք բոլորդ նույնպես ավելիին եք արժանի։ Ծափահարությունները որոտալից էին։ Կանայք վեր կացան, ծափահարելով, ոմանք արցունքներ աչքերին։ Դասախոսությունից հետո Մարինեին մոտեցան տասնյակ կանայք, կիսվելով իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնելով բացահայտ խոսելու համար։ Մի երիտասարդ ձեռներեցուհի, ոչ ավելի քան 25 տարեկան, ուժգին գրկեց Մարինեին։ Դուք ինձ ոգեշնչեցիք բողոքել։ Իմ գործընկերոջը, ով միջոցներ էր շեղում մեր ստարտափից։ Շնորհակալություն ինձ ցույց տալու համար, որ հնարավոր է վերականգնել վերահսկողությունը։ Այդպիսի պահերը ամեն ինչ արժեր։ Մի քանի շաբաթ անց ընկերության միջոցառման ժամանակ Մարինեն հանդիպեց Դանիել Հովհաննիսյանին։ Նա Արտրի կենտրոնի նախագծի գլխավոր ճարտարապետն էր, համագործակցելով տանակա կորպորացիայի հետ։ Մարինեն տեսել էր նրա աշխատանքը հանդիպումներում, բայց երբեք նրան անձամբ չէր ճանաչել։ Դանիելը 38 տարեկան էր, բարձրահասակ, շագանակագույն մազերով, որոնք քունքերում թեթակի մոխրացած էին, կանաչ աչքերով, որոնք արտահայտում էին խելք-բարություն։ Ի տարբերություն Ռուբենի, ով միշտ չափազանց հմայիչ ներկայացուցչական էր, Դանիելը լուռ էր, դիտորդ, երբ խոսում էր, յուրաքանչյուր բառ իմաստ ուներ։ Նրանք խոսեցին նախագծի, կայուն ճարտարապետության, համայնքներին ծառայող տարածքներ ստեղծելու մասին։ Մարինեն տպավորված էր ոչ միայն նրա տեխնիկական փորձով, այլ նրա արժեքներով։ Նա կրկոտ խոսում էր մատչելիության, ներառական միջավայրեր ստեղծելու, սոցիալական պատասխանատվության մասին։ Ճարտարապետությունը միայն գեղեցիկ շենքերի մասին չէ, ասաց Դանիելը, աչքերը փայլելով ոգորությունից։ Այն կյանքերը բարելավելու, տարածքներ ստեղծելու մասին է, որտեղ մարդիկ կարող են բարգավաճել։ Մարինեն իրեն գտավ անկեղծորեն ժպտալիս, մի բան, որը նա վաղուց չէր արել պրոֆեսիոնալ խոսակցություններում։ Դուք պետք է ծանոթանաք մեր կրթական ինստիտուտին։ Կարծում եմ, մենք շատ համահունչ տեսլականներ ունենք։ Հաճույքով պատասխանեց Դանիելը, նրա ժպիտի մեջ ինչ-որ բան ստիպեց Մարինեի սրտին թեթակի արագանալ։ Նրանք սկսեցին կանոնավոր հանդիպել, սկզբում նախագիծը քննարկելու համար, բայց շուտով խոսակցություններն ընդլայնվեցին այլ թեմաների։ Դանիելը կարճ ժամանակով ամուսնացած էր եղել 20-ից մի փոքր ավելի տարիքում, երեխաներ չուներ, վերջին տասնամյակը նվիրել էր իր կարիերան կառուցելուն։ Նա ազնիվ էր, ամբողջական, Մարինեն հայտնաբերեց, որ կարող է նրան վստահել այնպես, ինչպես երբեք չէր կարողացել Ռուբենին։ Դա սիրավեպ չէր, դեռ ոչ։ Մարինեն դրան պատրաստ չէր, գուցե երկար ժամանակ չէր էլ լինի։ Բայ։ Դա իրական կապ էր, ճշմարիտ բարեկամություն, հնարավորություն, որ գուցե ապագայում ինչ-որ ավելին կարող էր ծաղկել։ Արմեն Հակոբյան, Կրթական ինստիտուտի բացման օրը արոտ կատարյալ էր։
Շենքը գտնվում էր Երանի Էրեբունի թաղամասում, ռազմավարականորեն տեղակայված ամենակարիքավոր համայնքներին ծառայելու համար։ Դա ժամանակակից, բայց հյուրընկալ շինություն էր, հագեցած դասասենյակներով, գործնական արհեստանոցներով, գրադարանով։ Մարինեն կենտրոնական բակում տեղադրված բեմի վրա էր, գրկած Լաուրային։ Բելլան նրա կողքին էր, Ավետիսի, Էլենի, Ռոբերտի, Պողոսի այն ամբողջ թիմի հետ միասին, ովքեր աջակցել էին նրան այդ ճանապարհին։ Դանիելը նույնպես ներկա էր, առաջարկելով իր ճարտարապետական ծառայությունները Pro Bono նախագծի համար։ Իմ հայրը Արմեն Հակոբյանը հավատում էր, որ կրթությունը կյանքերը փոխելու ամենահզոր գործիքն է, ասաց Մարինեն, ձայնը ուժեղացված բարձրախոսներով։ Նա համեստ ընտանիքից էր կարողացավ կայսրություն կառուցել, որովհետև ինչ-որ մեկը հավատաց նրան, հնարավորություն տվեց նրան։ Այս ինստիտուտը մեզ համար է, դ հնարավորությունները տալու համար։ Հարգելու ոչ միայն նրա հիշատակը, այլ այն հույսի ժառանգությունը, որը նա թողել է։ Նա կտրեց բացման ժապավենը ոգորված ծափահարությունների ներքո։ Առաջին ուսանողները 50 երիտասարդ 16-ից 25 տարեկան մտան շենք, աչքերը փայլելով ակնկալիքից երախտագիտությունից։ Մարինեն սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, հաջողություն մաղթելով նրանց։ Այդ գիշեր, առանձնատուն վերադառնալուց հետո, Մարինեն Լաուրային քնեցրեց։ Փոքրիկը հանգիստ քնած էր իր մահճակալում, բռնելով իր սիրելի արջուկին։ Մարինեն երկար րոպեներ դիտում էր նրան, զարմացած այդ էակից, ով այդքան իմաստ էր բերել իր կյանքին։ Նա իջավ հյուրասենյակ, իրեն մի բաժակ գինի լցրեց, նստելով բազմոցին։ Բելլան միացավ նրան, բերելով մի բաժակ թեյ։ Դու այսօր հպարտացրիր քո հորը, ասաց Բելլան։ Եվ ինձ նույնպես։ Մարինեն գլուխը հենեց մոր ուսին, մի բան, որը նա մանկուց չէր արել։ Մենակ չէի կարող դա անել։ Շնորհակալություն վերադառնալու համար, մայր։ Այստեղ լինելու համար։ Որտեղ էլ պետք է լինեի, պատասխանեց Բելլան, համբուրելով ստեր գլխի վերը։ Ընտանիքը ամեն ինչ է, Մարինե։ Եվ հիմա մենք երեքս ունենք միմյանց։ Մարինեն մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին տարվա ընթացքում։ Դավաճանությունը, ցավը, պայքարը, հաղթանակը։ Մտածեց, թե որքան հեշտ էր Ռուբենը գրեթե ոչնչացնել նրան, թե որքան դժվար, բայց անհրաժեշտ էր վերակառուցվել։ Նա նայեց պատուհանից, տեսնելով քաղաքի լույսերը։ Ինչ-որ տեղ այնտեղ, այլ կանայք անցնում էին այն, ինչ նա էր անցել։ Նրանք բացահայտում էին դավաճանություններ, բախվում էին մանիպուլյացիաների, կասկածի տակ էին դնում իրենց սեփական արժեքը։ Մարինեի դասախոսությունը, նրա պատմությունը, գուցե հասներ նրանցից մի քանիսին։ Գուցե ցույց տար, որ հնարավոր է ոչ միայն գոյատել, այլ բարգավաճել։ Հենց այդ պահին Մարինեի հեռախոսը թրթռաց։ Դա Դանիելի հաղորդագրությունն էր։ Շնորհավորում եմ բացման կապակցությամբ։ Ոգեշնչող էր տեսնել ձեր տեսլականի իրականացումը։ Եթե ցանկանաք խոսել ինստիտուտի հաջորդ նախագծի մասին, ես պատրաստ եմ։ Բարի գիշեր, Մարինե։ Նա ժպտաց, պատասխան մուտքագրելով։ Հաճույքով։ Վաղը նախաճաշի՞ն։ Կարող եք գալ առանձնատուն, պաշտոնապես կներկայացնեմ Լաուրային։ Պատասխանը արագ եկավ։ Պատիվ կլինի։ Մարինեն դրեց հեռախոսը, զգալով մի բան, որը վաղուց չէր զգացել, հույս։ Ոչ այն միամիտ հույսը, որը նախկինում ուներ, այլ հասուն հույս, համեմված փորձով, ամրապնդված դժվարություններով։ Նա Մարինե Հակոբյանն էր։ Մայր, դուստր, գործադիր տնօրեն, փրկված, մարտիկ։ Նրան դավաճանել էին, մանիպուլյացիայի ենթարկել, գրեթե ոչնչացրել։ Բայց նա վեր էր կացել ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի վճռական։ Իսկ ապագան։ Ապագան իրենն էր Լաուրայինը, միասին կառուցելու համար։ Ապագա, հիմնված ոչ թե ստերի մանիպուլյացիաների, այլ ճշմարտության, ամբողջականության անկեղծ սիրո վրա։ Ապագա, որտեղ ուժը չէր գա ուրիշներին տիրելուց, այլ ինքն իրեն տիրելուց, իր արժեքը իմանալուց, այլս երբեք թույլ չտալուց, որ որևէ մեկը ստիպի նրան կասկածել իր ով լինելուն։ Մարինեն նայեց հոր լուսանկարին պատին։ Կարողացա, հայր, շշնջաց։ Ես պաշտպանեցի մեր ժառանգությունը։ Եվ կշարունակեմ քեզ հպարտացնել։ Բելլան սեղմեց դստեր ձեռքը, նրանք երկուսը մնացին այնտեղ, հարմարավետ լռության մեջ, մինչ երանը փայլում էր գիշերվա մեջ, լի հնարավորություն։ Ուններով։
Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինե Հակոբյանի պատմությունը շոշափեց ձեր սրտերը, ցույց տվեց, որ նույնիսկ ամենացավոտ իրավիճակներում կա ուժ նորից սկսելու համար։ Մարինեի ճանապարհը մեզ սովորեցնում է, որ դավաճանությունները, որքան էլ կործանարար լինեն, չեն սահմանում, թե ով ենք մենք, այլ բացահայտում են մեր ճշմարիտ դիմացկունության վերափոխման կարողությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետ համահունչ էր, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ ոգեշնչող պատմությունների համար, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, մարդկային հարաբերությունների մարտահրավերները, հաղթահարման ուժը։ Դրեք լայք այս տեսանյութին, եթե Մարինեի պատմությունը ձեզ ինչ-որ կերպ ոգեշնչեց, պատմեք մեզ մեկնաբանություններում։ Դուք երբ անցել եք դավաճանության իրավիճակով, կարողացել եք վերակառուցվել։ Ինչ դասեր թողեց Մարինեի պատմությունը ձեզ համար։ Կիսվեք ձեր փորձով մեզ հետ, քանի որ յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է ոգեշնչել մեկ այլ մարդու, ով դժվար պահեր է ապրում։ Մենք ամեն օր եզակի պատմություններ ենք բերում, ուսումնասիրելով հաղթահարման, արդարության, ճշմարիտ սիրո վերակառուցման թեմաներ։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել նույնքան գրավիչ պատմություններով, որոնք կգտնեք այստեղ ալիքում։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։